Դ 925 թվականը վերջացավ, և սակայն հայոց երկիրը, շնորհիվ տեղի ունեցած հաշտությանց, վայելում էր դեռ կատարյալ անդորրություն։ Այս պատճառով դաշնակից իշխանները իրենց զորքերով հեռացել էին երազգավորսից։ Մարզպետունի իշխանը միայն չէր կարողանում վերադառնալ յուր ամրոցը, Գառնի, ուր վաղուց արդեն գտնվում էր գոռը նորապսակ հարսի և իշխանուհի մոր հետ։ Արքայի հարցին, թե ինչու իշխանը չէ կամենում հանգստանալ, վերջինս պատասխանեց. Իմ հանգստության ժամը չէ հասել տակավին։ Դա ի՞նչ կնշանակե, հարցրեց թագավորը։ Ես դեռ պարտք ունիմ կատարելու, ավելացրեց իշխանը։ Դու քո պարտքերը հատուցել ես արդեն, նկատեց թագավորը։ Ահա լրանում է երկրորդ տարին, ինչ դու շարունակ հոգսերի մեջ ես։ Դու ազատեցիր ինձ ապստամբների հետապնդությունից։ Դու չարչարվեցար իշխանների միության համար։ Բանակ կազմեցիր գրեթե չեղած տեղից։ Հաղթանակ տարար թշնամիների վրա։ Ցրեցիր հագարացոց հրոսախմբերը։ Վերջապես Աբասին ինձ հետ հաշտեցրիր և դվնով ոստիկանին ահաբեկելով, ստիպեցիր նրան բարեկամություն խնդրել մեզանից։ Ուրիշ էլ ինչ պարտք է մնում քեզ կատարելու։ Ամենից գլխավորը, տեր։ Այսինքն, երդմանս պարտքը։ Ինչ երդման, հարցրեց թագավորը զարմանալով։ Այն, որ երդվեցի Գառնիում, Սուրբ Մաշտոցի գերեզմանի վրա, իմ ուխտի զինվորների և Գառնո ժողովրդյան առաջ։ Այսինքն, չվերադառնալ ընտանյացս գիրկը, չմտնել իմ հարկի տակ, մինչև որ վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից։ Թագավորը նոր հիշեց այդ պատմությունը, որ արել էր նրան իշխանը Սևանում, և տարակուսելով հարցրեց. Ինչո՞ւ ուրեմն թույլ տվիր ինձ հաշտվել ոստիկանի հետ, քանի որ այդպիսի ուխտ ունեիր արած։ Մտածեցի, թե ավելի լավ է տարագիր մնամ իմ տանից, քան թե մեր բանակը վտանգի ենթարկեմ։ Դու առաջ արդեն մտադիր էիր դվնո վրա հարձակվելու։ Մի՞թե այն ժամանակ զերծ պիտի մնար զորքը վտանգից, նկատեց թագավորը։ Այն ժամանակ հույս ունեի իմ հավատարիմների վրա, որոնք կաթողիկոսի հետ միասին դվին պիտի մտնեին։ Բայց հետո այդ հույսը ոչնչացավ, որովհետև բռնավորը մատնեց մեր գաղտնիքը։ Թագավորը լռեց և ընկավ մտածության մեջ։ Նա ճանաչում էր իշխանին։ Գիտեր, որ որչափ քաջ և աննկուն էր նա թշնամիների առաջ, նույնչափ և փափկասիրտ ու խանդակատ էր դեպի յուր ընտանիքը։ Այդ պատճառով վշտացավ, որ իշխանը հեռու է գտնվում Գառնիից յուր երդման պատճառով, և այդ այնպիսի մի ժամանակ, երբ նրա միամոր որդի գոռը նորապսակ հարսի և իշխանուհի մոր հետ վայելում է այնտեղ ընտանեկան կյանքի քաղցրությունները։ Նա գիտեր, զգում էր, թե որչափ սրտագին կփափագեր իշխանը մասնակցել յուր որդվո ուրախության սեփական հարկի տակ։ Չէ՞ որ յուրաքանչյուր ծնող տենչանոք սպասում է այն օրին, երբ պիտի տեսնե որդուն արժանավոր ամուսնությամբ բախտավոր։ Եվ ահա իշխանի համար հասել էր ցանկալի օրը, բայց բախտի անողոք որոշմամբ նա չէր կարողանում այժմ վերադառնալ յուր տունը, տեսնել որդուն երջանիկ և նրա երջանկությունը կրկնապատկել յուր հայրական գգվանքներով։ Այս մտքերը հուզեցին թագավորին։ Նա պատրաստ էր ամեն անձնվիրության, միայն թե ազատեր սիրելի իշխանին երդման կապանքներից։ Այսպիսով գոնե կփոխարիներ մի փոքր նրա երախտիքը, բայց ինչ կարող էր անել։ Միակ հնարը ոստիկանի հետ դրած ուխտին դրժելն էր, որ սակայն իբրև քրիստոնյա թագավոր նա չէր կարող անել։ Բայց նա սիրով ընդունեց իշխանի մի առաջարկությունը, որի նպատակն էր օրինական ճանապարհով ստիպել ոստիկանին կատարել իրենց պահանջը և կամ պատերազմել իրենց հետ։ Նսրի բարեկամությունը մերժելու մենք առիթ չունենք, բայց մեր հափշտակած գույքը ետ պահանջելու իրավունք միշտ ունենք, ֊ ասաց իշխանը թագավորին։
Կաթողիկոսարանի գրավումը ոչ միայն հափշտակություն, այլև սրբապղծություն է, որի նմանը չեն կատարել ոչ պարսից մարզպանները և ոչ նսրից առաջ եղող ոստիկանները։ Եթե այդ անարգանած վրեժը մենք չլուծեցինք, գոնե պիտի պահանջենք, որ եկեղեցուց հափշտակածը վերադարձնեն այդ եկեղեցուն։ Այս պատճառով ահա ես կամենում եմ գնալ Վասպուրական և համոզել կաթողիկոսին, որ նա նորեն վերադառնա այստեղ և իբրև եկեղեցվո գլուխ պահանջե եկեղեցվո սեփականությունը։ Վեհափարն այժմ չի վախենալ նրանից, որովհետև մենք արդեն հաջողության մեջ ենք։ Եթե ոստիկանը նրա պահանջը կատարե, վերջինս կրկին կմտնե յուր աթոռանիստը, իսկ եթե ոչ, այն ժամանակ մենք սրով ձեռք կբերենք այն, ինչ որ մեզ է պատկանում։ Որովհետև ոչ մի պատվասեր ազգ բարեկամության դաշն չի կռիլ մի դրացու հետ, որ բռնաբարում է յուր սրբազան իրավունքները։ Թագավորն իրավացի գտավ իշխանի խոսքերը և հաճություն հայտնեց նրա մտադրության։ Եվ որովհետև վերջինս միտք ուներ նաև դաշնակցել Գագիկ արծրունու հետ, որպեսզի պատերազմի դեպքում նա ևս միանա Արարատյան իշխանապետության, ուստի հետ կար խնդրեց թագավորից, որպեսզի իբրև լիազոր ներկայանա Գագիկին։ Թագավորը նրան տվավ ինքնագիր նամակ։ Մի քանի օրից ետ մարզպետունի իշխանը յուր թիկնապահներով Շիրակից ելավ և ուղղվեցավ դեպի Վասպուրական։ Բայց դեռ չէր հասել արծրունյաց ոստանին, երբ նրան լուր հասավ, թե Հովհաննես կաթողիկոսը ձորով վանքում վախճանվել է։ Իշխանը սաստիկ վշտացավ այդ գույժն առնելով, որովհետև կաթողիկոսի մահվամբ մի քանի չարիքներ միասին էին առաջանում. առաջին, խանգարվում էր յուր մտադրությունը, որ էր դվնու առումը և հագարացոց հալածումը. երկրորդ, կաթողիկոսարանն ու եկեղեցական կալվածները մնում էին Նսրի իշխանության ներքո, որով բազմաթիվ վանքեր և միաբանություններ ենթարկվում էին կարոտության. երրորդ, ինքը իշխանը զրկվում էր երդումից ազատվելու և յուր ընտանյաց գիրկը վերադառնալու հնարավորությունից, և չորրորդ, կաթողիկոսական գահը մնում էր Վասպուրականում, և այդ առթիվ պիտի հառաջանային զանազան գժտություններ և պառակտումներ ու շարունակվեին ով գիտե քանի տարիներ և ստեղծեին անշուշտ հակաթոռ կաթողիկոսություն։ Այսուամենայնիվ իշխանը շտապեց Ձորովանքը ներկա լինելու կաթողիկոսի թաղման։ Վասպուրականի բազմաթիվ ժողովրդյան հետ միասին խռնված էին այդտեղ նաև նրա վանքերի հոգևոր հայրերը և գլխավոր եպիսկոպոսները։ Այդտեղ էր նաև Գագիկ թագավորը յուր մեծամեծ իշխաններով և պալատական տիկնանցով։ Մարզպետունի իշխանը ներկայացավ Ձորովանքում իբրև Արարատյան իշխանապետության ներկայացուցիչ, և Գագիկ թագավորը ընդունեց նրան արժանավայել մեծարանքով։ Երբ կաթողիկոսի մարմինն ամփոփեցին վանքի դամբարանում, Գագիկ թագավորը հրավիրեց մարզպետունուն յուր արքայական ոստանը Վան։ Այստեղ իշխանը մնաց մի քանի ժամանակ և ապրելով թագավորի արքունիքում, յուր իմաստության և ազնվական հատկության շնորհիվ սիրելի դարձավ ոչ միայն թագավորին, այլև նրա բոլոր իշխաններին և պալատական տիկնանց։ Այս առավելության արդյունքը այն եղավ, որ Գագիկ թագավորն ընդունեց Աշոտ արքայի ինքնագիր նամակով առաջարկած բարեկամությունը և միության ուխտ հաստատեց նրա հետ, գրելով այդ առթիվ դաշնագիր և վավերացնելով այն յուր ստորագրությամբ և կնիքով։ Այդ միջոցներում ահա հոգևոր միաբանությունների մեջ սկսավ արծարծվիլ նոր կաթողիկոս ընտրելու խնդիրը, և մի քանի նշանավոր վարդապետանոցներ մարզպետունու գուշակած երկպառակտության դրոշը պարզեցին։ Հայաստանի հյուսիսային նահանգներում հոգևորականությունը ցանկանում էր, որ կաթողիկոսը ընտրվի իրենց եպիսկոպոսներից, որից հետո բազմե անպատճառ ոստանում, իբրև կաթողիկոսի մշտական վեհավայրում, մինչդեռ հարավային նահանգներում ցանկանում էին, որ նա լինի Վասպուրականի վանականներից և բազմե Ձորո վանքում, ըստ որում կաթողիկոսը վախճանվել էր այդտեղ։ Հոգևոր միաբանությանց արծարծած խնդիրը գրավեց նաև կուսակից իշխաններին։
և երկպառակությունը հետզհետե ընդհանրացավ։ Փոքր իշխաններին միացան մեծերը, իսկ այս վերջիններին նախարարական տները։ Մարզպետունի իշխանը յուր փորձառու իմաստությամբ զգաց, որ այդ շփոթը կարող է վնասել յուր նոր ստեղծած միությանը և հետևապես արգելք լինել ապագա ձեռնարկությանը, որովհետև տեսնում էր, թե հյուսիսային նահանգների դեմ բողոքող ձայներին միանում էր նաև Գագիկ արքայի տունը։ Նա իսկույն մի նամակով դիմեց Աշոտ թագավորին և ծանուցանելով նրան գալիք վտանգները, խնդրեց այս հարցի մեջ համակերպիլ վասպուրականցիներին, որպեսզի դրանով Գագիկի ինքնասիրությունը շոյվի։ Այսպիսով արծրունյաց տունը ավելի սերտ կկապվեր Բագրատունյաց հետ, իսկ այդ բարեկամությունը օգուտներ կբերեր ապագայում թե գահին և թե հայրենիքին։ Այդպիսի մի նամակ էլ նա գրեց արքաեղբորը, նրան խնդրելով հորդորել թագավորին յուր խնդիրը չանտեսել։ Եվ ահա անմիջապես նա ստացավ պատասխան, որով թագավորն ու արքաեղբայրը իրավունք էին նրան տալիս տնօրինել այդ խնդիրը ըստ յուր ցանկության։ Իշխանն այդ ժամանակ ներկայացավ Գագիկ թագավորին և հարցրեց նրան, թե ում կկամենար ընտրել կաթողիկոս և ուր կցանկանար բազմած տեսնել նրան։ Գագիկ թագավորը պատասխանեց, թե յուր ընտրելին Վասպուրականի մեջ հայտնի Ստեփաննոս եպիսկոպոսն է, իսկ կաթողիկոսարանը նա ցանկանում է տեսնել Աղթամարա կղզում, ուր ինքը կառուցել է հոյակապ եկեղեցի և հզոր դղյակ, և ուր շուտով արքունիքը պիտի տեղափոխե։ Իշխանը հայտնեց, թե Աշոտ թագավորը և Աբբաս գահաժառանգը իրեն հրամայել են, իբր Արարատյան իշխանապետության լիազորին, հարգել այդ խնդրում Գագիկ թագավորի կամքը։ Հետևապես թող հաճի արքան ընտրել հայրապետական գահի ժառանգ նրան, որին ինքը կցանկանա, և այդ ընտրության համար կտան իրենց հաճությունը հյուսիսային նահանգների նախաթոռ վարդապետարանները։ Գագիկ արքային մեծ հաճույք պատճառեց այդ լուրը։ «Աշոտ թագավորը և Աբբաս թագաժառանգը երախտապարտ կացուցին ինձ այդ գեղեցիկ շնորհով, ֊ բացականչեց նա ուրախությամբ։ Այսուհետև արծրունյաց տունը թող անբաժան զինակից լինի Բագրատունի թագավորած, և նրանց թշնամիները թշնամի հռչակվեն նաև մեր գահին։ Մի քանի ժամանակից հետո արծրունյաց ոստանում խմբված համագումար ժողովում կաթողիկոս ընտրվեցավ Ստեփաննոս եպիսկոպոսը, և այդ ընտրության, ինչպես խոստացել էր մարզպետունին, իրենց հաճությունը տվին Աշոտ թագավորը և հյուսիսային նահանգների վարդապետանոցները։ Գագիկ թագավորը մեծ փառքով տարավ նորընտիր կաթողիկոսին Աղթամարա կղզին և օծել տալով նրան յուր նորակառույց Սուրբ Խաչի տաճարում, բազմեցրեց այդտեղ իբրև հայոց ընդհանրական կաթողիկոս, իսկ յուր շնորհակալիքը Աշոտ արքային հայտնելու համար ուղարկեց նրան թանկագին ընծաներ և նույնպիսի նվերներով էլ պատվեց մարզպետունի իշխանին։ Բայց վերջինս ուրախ էր ոչ թե այդ սին ընծաներով, այլ այն բարեկամությամբ, որ ձեռք բերավ Վասպուրականում և որ ապագա հաջողությանց համար պիտի ծառայեր իբրև հիմնաքար։ Ինչ վերաբերում է կաթողիկոսական խնդրին, իշխանը նրան այն նշանակությունը չէր տալիս, ինչ որ տալիս էր Գագիկ արծրունին։ Վերջինս կաթողիկոսական աթոռը Աղթամարում ունենալը մեծ փառք էր համարում յուր համար և մինչև անգամ մի առավելություն Արարատյան իշխանապետության նկատմամբ։ Մինչդեռ մարզպետունին ավելի գին էր տալիս արծրունյաց տան նիզակակցության, հաստատ հավատացած լինելով, որ Վասպուրականի իշխանների մի քանի գումարտակները ավելի շահ կարող են բերել գահին, քան թե ոստանում նստող կաթողիկոսը։ Այդ հայացքն ունեին այս խնդրի վրա նաև Աշոտ թագավորն ու արքաեղբայրը։ Այդ պատճառով և լիաբերան շնորհակալություն մատուցին մարզպետունում, որ նա իմաստնաբար խորհելով փոքրը զոհել էր մեծագույնը ձեռք բերելու համար։ Մարզպետունի իշխանը վերադարձավ երազգավորս գոհ յուր առաքելությամբ։ Նա թեպետ անկարող եղավ վերադարձնել Հովհաննես կաթողիկոսին, բայց դրա փոխարեն բերավ յուր հետ Գագիկ թագավորի բարեկամության դաշնագիրը, որ առավել մեծագնի էր, քան հայրապետի վերադարձը։
Իշխանը հանգիստ առավ արքունիքում և սկսավ խորհել նոր ծրագիրների մասին։ Ըստ որում հանգամանքները արդեն փոխվել էին, և նա պարտավոր էր հարմարվել նրանց։ Սկզբում նա մտածում էր տիրել մայրաքաղաքին գաղտնի ճանապարհով կամ էլ ներքին դավադրությամբ, որպեսզի յուր զորքերը կորուստ չունենային։ Բայց այժմ, երբ Գագիկը միաբանել էր արքայի հետ, էլ երկյուղ կրելու տեղիք չէր մնում։ Հայերը կարող էին գրավել Դվինը նույնիսկ հարձակումով, եթե խաղաղ պաշարումը երկարաձգվեր։ Եվ ահա իշխանը մտածում էր օգտվել ձմեռային ամիսներից և հարկ եղած պատրաստությունները տեսնել, որպեսզի գարունը բացվելուն պես զորքը առաջ վարեր։ Բայց անողոք բախտը նրան խանգարում էր։ Հազիվ նա մի քանի գործեր կարգադրեց և հավատարիմներին հրահանգներ տվավ, ահա գույշ հասավ ուտիքից, թե ցլիկ ամրամը, գուգարած և տաշրած իշխանների հետ միանալով, հյուսիսային այդ երեք նահանգները հանձնում է աբխազած բեր թագավորին։ Այդ ժամանակ արդեն վախճանվել էր վերջինի հայր Գուրգենը, որ միևնույն ժամանակ Աբբաս արքայեղբորաներն էր, և որի տեղ Աբխազիայում իշխում էր բերը։ Այս լուրը ընդհանրապես ծանր տպավորություն արավ արքունիքում, բայց ամենից ավելի վշտացրեց արքային և իշխան մարզպետունին։ Երբ վերջինս մտավ թագավորի մոտ, Ամրամի այս նոր դավաճանության պատճառի մասին նրա կարծիքն իմանալու, արքային գտավ տխուր և տկար։ Այսուամենայնիվ նա սիրով ընդունեց նրան և հետը սկսեց խոսակցել մտերմաբար։ Այդ դավաճանությունը նոր չէ, դա հնի շարունակությունն է, ֊ ասաց թագավորը։ Այդ սեպուհը, ինչպես մի անգամ էլ ասացի քեզ, ոչ թե ազգի, այլ իմ թշնամին է։ Հետևապես նրա այս չարությունն էլ ուղղված է իմ անձի դեմ։ Նա լուռ էր մինչև այսօր, որովհետև ես փախուստ էի տվել յուր երեսից և ապրում էի Սևանում անփառունակ վիճակի մեջ։ Իմ այդ դժբախտությունը գոհություն էր պատճառում նրան և վրեժխնդրության կրակը հանգել էր նրա սրտում։ Բայց այժմ, որովհետև դարձա իմ աթոռը, և քո շնորհիվ մեր գործերը մի քիչ հաջողեցան, ուստի հին ոխն ու վրեժը նորեն նրան գրգռեցին, և նա այդ ազգադավ չարությունը հղացավ։ Այդ մարդը կարծում է, թե Աշոտ թագավորը արդեն բախտավոր է, թե ինձ համար երջանկության նոր արև է ծագել, և այդ պատճառով մեր նահանգները հանձնում է բերին, մեր հինավուրց թշնամուն, որպեսզի իմ սիրտը նոր վշտերով դառնացնե։ Բայց եթե գիտենար, որ այս սիրտը վիրապատ և մահամերձ է արդեն, գուցե իբրև մարդ խղճահարվեր, դադարեր չարիքներ գործելուց։ Ես կամենում եմ թողնել այստեղի գործը կամ հանձնել այն մեծ իշխան Աբբասին և դիմել ուտիկ։ Գուցե կարողանամ վտանգի առաջն առնել, քանի աբխազած թագավորը չէ եկել յուր կապուտը գրավելու, ֊ ասաց Գևորգ իշխանը։ Գնալ ուտի՞ք։ Այո, դա կարևոր էր, բայց դու շատ հոգտեցար։ Հայոց աշխարհը ուրիշ մարզպետունի չունի, դու պետք է խնայես քեզ։ Մարզպետունիները աննշան մարդիկ կլինեին, եթե անգործ նստեին։ Արքա, հրամայիր ինձ վաղնևեթ ճանապարհվել, գուցե կարողանամ դեռ պիտանի լինել գործին, ֊ հարեց իշխանը։ Թագավորը մի քանի վայրկյան մտածեց և ապա նայեց մարզպետունու աչքերին։ Նա կարծես կամենում էր մի նոր բան ասել, բայց քաշվում էր։ Մի՞թե որևէ միտք արգելում է քեզ տալ ինձ այդ հրամանը, ֊ հարցրեց իշխանը թագավորին։ Ոչ, դու կարող ես գնալ և գուցե այս անգամ ազդես նրա վրա, բայց որտե՞ղ հույս ունիս պատահել Ամրամին։ Ամբողջ ուտիքը կարող եմ շրջել։ Ոչ, ավելի լավ է գնալ ուղղակի Տավուշ, գուցե նա դեռ այնտեղ լինի։ Տավուշ, շատ բարի, ես ամենից առաջ կմտնեմ գուգարք։ Ուրեմն կարող ես մի քանի օրից ճանապարհվել։ Կճանապարհվեմ նույնիսկ վաղը, այստեղ ինձ ոչինչ չի ուշացնում։ Վաղը, այդպես շուտ։ Այո, որքան շուտ, այնքան լավ։ Թագավորի սիրտը կարծես տեղահան եղավ։
Մի ուրախ անհանգստություն, որից սակայն անբաժան էր վշտերի զգացումը, պաշարեց նրա սիրտը։ Եվ նա մոռացավ իսկույն հյուսիսային նահանգները, մոռացավ բերին, ցլիկ ամրամին։ Նրա միտքը սլացավ դեպի Տավուշ, թափանցեց նրա դղյակի ներքին խորշերը, և այդտեղ որոնում էր թշվառ բանտարկյալին, այն գեղանի իշխանուհուն, որի հրավառ աչքերը դժբախտ սեր վառեցին յուր սրտում, և որ պատճառ դարձավ մի շարք չարիքների։ Որքան ժամանակ էր, որ նա չէր տեսել նրան, որքան ժամանակ էր, որ լուր չուներ նրանից. արդյոք մեռավ, թե ապրում է դեռ, սիրում է իրեն, թե անիծում, ոչինչ չգիտեր։ Մի անգամ միայն, երբ եգերացոց զորքով մտավ նա գուգարք, լսեց, որ Ամրամը փակել է յուր կնոջը դղյակի զնդանում և պահում է նրան ինչպես մահապարտի։ Այնուհետև այլևս ուրիշ լուր չառավ։ Իսկ այժմ ահա, երբ Գևորգ իշխանը գնում է Տավուշ, հարկավ մի տեղեկություն կբերե ասպրամ տիկնոջից։ Եվ ինչպես կցանկանար պատվեր տալ նրան այդ մասին։ Հրամայել։ Ոչ, խնդրել, աղաչել, որ նա մտնե այն խուցը, այն խավարճտին բանտը, ուր փակված է թշվառ սիրո զոհը։ Խոսե նրա հետ, հայտնե, որ հայոց թագավոր Աշոտ Երկաթը դեռ հիշում, դեռ սիրում է նրան, որ նա չարաչար տանջվում է տիկնոջ տխուր վիճակը հիշելով, նրա դալկահար դեմքը, նրա լացող աչքերը երևակայելով։ Բայց մի՞թե կարելի էր այդպես պատվեր տալ մարզպետունուն, այն առաքինի հերոսին, որ աշխարհի մեջ միայն երկու սրբություն էր ճանաչում՝ հայրենիք և ընտանիք, և որ միայն այդ սրբարանների առաջ էր խոնարհվում։ Այս իհարկե գիտեր թագավորը, ուստի և նրան ոչինչ չպատվիրեց։ Նա գոհ եղավ միայն այն մտածությամբ, թե իշխանը տիկնոջ մասին կլսե անշուշտ Տավուշում մի նորություն և կբերե այն իրան։ Հետևյալ օրը, ինչպես որ որոշված էր, իշխանը յուր թիկտապահներով Երազգավորսից ելավ և ուղղվեց դեպի գուգարք։ Ե Հին վշտերի վախճանը։ Չնայելով, որ ձյունը պատել էր արդեն գուգարած լեռները և ճանապարհները փակել, այսուամենայնիվ Տավուշի բերդում հեռավոր ճանապարհորդության պատրաստություն էին տեսնում։ Իշխանական դղյակում բազմաթիվ ծառաներ զբաղված էին իրեղեններ դարսելով, բեռներ կապելով և պաշար պատրաստելով։ Հպատակ գյուղացիները ներս ու դուրս էին անում դղյակի բակը, քաշելով իրենց ետևից գրաստների շարքեր։ Նրանցից ոմանք բեռներն էին բարձում և ոմանք դատարկ վերադառնում, նայելով, թե որքան ուժեղ կամ առողջ էին լինում բերած գրաստները։ Այս բոլոր աշխատությանց հսկում էին այր մարդիկ, և ամբողջ դղյակում չէր երևում և ոչ մի կին։ Նույնիսկ հագուստերը և շորեղենը դարսում էին ծառաները, չնայելով, որ դա աղախինների գործ էր։ Կարծես մի հարվածող խարազան հալածել էր այդ դղյակից բոլոր այն արարածներին, որոնք կին անունն էին կրում։ Աշտարակազարդ դղյակի վերին դահլիճներից մինում, ուր ընդարձակ ծխնելույզի մեջ վառվում էր մեծ կրակ, անցուդարձ էր անում Ամրամ սեպուհը։ Նրա դեմքը տխուր, ճակատը կնճռած և հայացքի մեջ կրակը հանգած էր։ Հարուստ մորուքը, որ իջնում էր մինչև գոտին, ծածկվել էր արդեն սպիտակ ալիքներով և կազմում էր հակապատկերը յուր հագուստին, որ կարված էր միայն սևերից։ Նրա մեջքը չէր գրկում այլևս արծաթե կամար և ոչ էլ գոտին կրում էր ոսկեպած սուր։ Յուր ձեռքի զարդը մի սև համրիչ էր, որի հատիկները նա շարունակ քաշում էր և համր քայլերով ետ ու առաջ ընթանում։ Հանկարծ նա կանգ առավ դահլիճի նեղ և գունավոր ապակիներ ագուցած պատուհանների առաջ։ Սկսավ ուշադիր նայել դեպի Տավուշի ձորակը, որի լանջերով սրընթաց բարձրանում էր հեծյալների մի խումբ։ Որքան էլ որ սեպուհը լարեց յուր տեսողությունը, այնուամենայնիվ չկարողացավ ճանաչել խմբի առաջնորդին, որ հասարակ մարդ չէր երևում, բայց հետևորդների հագուստից գուշակեց, որ ոստանի կողմից էին եկողները։
Երբ հեծյալները հասան Բերդի դռանը, նա ճանաչեց իսկույն մարզպետունի իշխանին և դուրս գալով քարաշեն պատշգամբը, հրաման արավ իսկույն բանալ Բերդի դռները։ Ինչու համար է նա գալիս այստեղ, ինչ ունի այժմ նա ինձ հետ, մտածեց ինքն իրեն Սեպուհը և չկարողանալով գուշակել պատճառը, ներս մտավ դահլիճը։ Գևորգ իշխանն իջնելով ձիուց, տեսավ դղյակի բակում տեղի ունեցող շարժումն ու պատրաստությունները և ինքն իրան շշնջաց. «Մենք ուշացանք, նա արդեն հեռանում է»։ Բարձրանալով դղյակի վերին դստի կոնները, իշխանն ամեն տեղ ամայություն տեսավ. գորգերն ու զարդերը հավաքած, բազմոցները քակած, կանթեղներն իջեցրած, մի ով բանիվ, դղյակը բարեզարդությունից մերկացած էր։ Ինչու այսպես շուտ, այս ձմեռ ժամանակ, մտածեց ինքն իրեն իշխանը և սակայն յուր հարցին պատասխան գտնել չկարողացավ։ Երբ մտավ Սեպուհի մոտ, վերջինս նստած էր կրակարանի առաջ և քաշում էր յուր համրիչը։ «Դու այստեղ, մարզպետունի իշխան», բացականչեց Սեպուհը և դիմեց դեպի նրան մի բռնազբոսիկ ժպիտով, որ սակայն չէր մեղմում յուր դեմքի տխրությունը։ «Ինչպես տեսնում ես, տեր Սեպուհ, ես այստեղ եմ։ Եկա քո դղյակը յուր, բայց դու երևի հենց դրա համար էլ մերկացրել ես նրան բարեզարդությունից»։ «Սիրելի իշխան, Աստված մերկացրեց, նա խլեց իմ դղյակի թանկագին զարդը», պատասխանեց Սեպուհը դողացող ձայնով և սեղմելով իշխանի ձեռքը, տարավ և բազմեցրեց նրան կրակարանի առաջ։ «Նստիր այստեղ, տաքացիր, ցուրտն անշուշտ նեղացրած կլինի քեզ։ Մեր Տավուշի ձորն առատ է բուքերով», շարունակեց իշխանը և երկաթե ունելիքը վերցնելով, սկսավ կրակը խառնել։ «Այո, ձեր լեռները մի փոքր սեղմեցին մեզ, այցենակալչները հազիվ էին մեզ սառելուց պահպանում»։ «Ինչո՞ւ այս ձյուն ձմռան հիշեցիր ինձ, տեր մարզպետունի», հարցրեց Սեպուհը, չկարողանալով կարծես համբերել, որ հյուրասիրության համար սահմանված ժամերն անցնեն։ «Իսկ դու ինչո՞ւ ես այս ձյուն ձմռան մեջ հեռանում քո երկրից», հարեց իշխանը, մեղմով ժպտալով։ «Ես իմ երկիրը հանձնեցի Աբխազած թագավորին և փոխարենը ստացա ճորոխի ափերը։ Գնում եմ իմ նոր կալվածները ժառանգելու», պատասխանեց Սեպուհը առանց ակնածության։ «Այդ ես գիտեի, բայց ինչո՞ւ անպատճառ այս ձյուն ձմռան մեջ»։ «Մի օր ավելի մնալը մահ է ինձ համար։ Այս դղյակի սենյակներում ապրում են այժմ դժոխային ճիվաղներ, որոնք օր ու գիշեր անհանգիստ են անում ինձ։ Ես փախչում, հեռանում եմ նրանցից»։ «Դժոխային ճիվաղնե՞ր, դա ի՞նչ կնշանակե», հարցրեց մարզպետունին, տարակուսական մի հայացք ձգելով Սեպուհի վրա։ «Այո, ճիվաղներ, դու պատահել ես, տեսել ես նրանց»։ «Ես… Ոչ», պատասխանեց իշխանը, և նրան այնպես թվաց, թե Սեպուհը խելագարված է։ «Բախտավոր մարդ ես ուրեմն, ում որ ճիվաղները չեն չարչարում, նա անպայման բախտավոր է։ Այո, ես էլ մի օր այդպիսին էի, բայց իմ բախտը քո թագավորը կործանեց»։ «Տեր Սեպուհ, հա, ի՞նչ է անում այդ թշվառականը, ապրում է այնպես, չէ՞, հանդեստեր է կատարում արքունյաց մեջ, չէ՞, մայրաքաղաքն առնելու վրա է մտածում և չէ հիշում յուր չարագործությունը»։ «Տեր Սեպուհ, ես քաղցած եմ, հրամայիր նախ կերակրել ինձ», ընդհատեց իշխանը դիտմամբ, կամենալով արգելել Սեպուհի զայրույթը։ Վերջինս մի վայրկյան մնաց լուռ և ապա իշխանին դառնալով ասաց. «Ներիր ինձ, տեր մարզպետունի, ես գրգռվեցա, այդպես չպետք է անեի»։ «Այո, բայց ախր ինչ ասեմ, հիվանդ եմ,
Սիրտս ու հոգիս ծածկված են վերքերով։ Իմաստությունն այլևս չի կառավարում իմ զգացումները։ Այս ասելով նա ծափ սարկեց և դռնապանը ներս մտավ։ Ասա թող ճաշ բերեն մեզ, հրամայեց Սեպուհը։ Ծառաները իսկույն ջուր բերին, որով իշխանները լվացվեցան և ապա պաշտեցին ճաշը, որ կազմված էր մի քանի համադամ խորտիկներից։ Սեպուհը ճաշից ետ զբաղեցրեց հյուրին աննշան զրույցներով, որպեսզի առիթ չունենա նորեն գրգռվելու և իշխանի խաղաղ տրամադրությունը խանգարելու։ Բայց հետևյալ առավոտ նա մարզպետունուն խնդրեց հայտնել յուր առաքելության նպատակը, ըստ որում ինքը երկար չպիտի մնար Տավուշում։ Ոստանում լուր առանք, թե դու միացել ես գուգարած և տայոց իշխանների հետ, խոսել սկսեց իշխանը, և պայման դրել հանձնել աբխազած թագավորին Տայք, Գուգարք և Ուտի նահանգները։ Այդ լուրն անախորժ տպավորություն արավ արքունիքում, իսկ ինձ ուղղակի սարսափեցրեց։ Ես եկա խանգարելու այդ ազգավաճառ գործը։ Դու ուշացել ես, նկատեց Սեպուհը սառնությամբ։ Ինչպես թե ուշացել եմ։ Այնպես, մենք արդեն ավարտել ենք մեր գործը։ Ինչպես թե ավարտել եք։ Հիշածդ նահանգները հաստատուն դաշնագրերով հանձնեցինք Բեր թագավորին, իսկ դրանց փոխարեն ստացանք նրանից զանազան կալվածներ Աբխազիայում։ Եվ ո՞ր իրավունքով արիք դուք այդ բանը։ Այն իրավունքով, որ մեզ տրված էր հայոց թագավորից։ Նա ձեզ սոսկ վերակացուներ էր կարգել այդ նահանգների վրա։ Այո, բայց հետո մենք ապստամբեցանք, տիրեցինք այդ նահանգներին, և տիրապետ թագավորը չկարողացավ խլել այն մեզանից։ Այսուամենայնիվ, այդ նահանգները ձեր ժառանգական ստացվածները չէին, դուք հափշտակեցիք այն տիրանենգությամբ։ Այո, ես չեմ ուրանում, հափշտակեցինք։ Չլիներ ցլիկ Ամրամը, Գուգարկն ու Տայքը չէին բաժանվիլ հայոց թագավորից։ Ես ինքս ստեղծեցի այդ բաժանումը։ Պատմությունը ձեզ հայտնի է։ Հայտնի է նաև այն պատճառը, որ ստիպեց ինձ դա անելու։ Այո, հայտնի է, բայց չէ՞ որ դու արդեն քո վրեժը լուծեցիր։ Զրկեցիր թագավորին յուր ստացվածներից, ստիպեցիր նրան փախուստ տալ քո երեսից, թաքչել Սևանում երկար ամիսներ և ի վերջո կռվի բռնվել Բեշիրի հետ ու մահացու վերք ստանալ յուր կողերում։ Մի վերք, որ վաղ թե ուշ գերեզման պիտի հանե նրան։ Էլ ուրիշ ի՞նչ ես պահանջում նրանից։ Ինչու քո մի զրկանքի պատճառով 100-ն ես կամենում փոխարինել։ Եվ վերջապես ի՞նչ հանցանք ունի այդ նահանգների հայ ժողովուրդը։ Ինչու մատնում ես նրանց օտար գազանին։ Տեր մարզպետունի, երբ դու խոսում ես, ինձ թվում է, թե հանցավոր եմ ես, բայց երբ սկսում եմ անցյալը մտաբերել կամ ներկան քննել, այն ժամանակ արածներս շատ չնչին են երևում ինձ։ Աշոտ թագավորը, այո, պատճառեց ինձ անփոխարինելի զրկանք, անդառնալի կորուստ։ Նա հափշտակեց իմ անզուգական գանձը, իմ աննման հարստությունը։ Ինձ թվում էր, թե վրեժխնդրությունս չի հագենալ։ Չի հագենալ, եթե Արարատի ահավոր ժայռերը նրա գլխին չկուտակեմ։ Բայց իմ ապստամբությունն ու ուտիքը գրավելը, և ապա յուր փախուստը և Սևանում թաքչիլը բավական հանգցրին վրեժխնդրությանս բոցը։ Ես սկսել էի արդեն հաշտվել իմ դժբախտության հետ։ Թշնամուս կործանեցի, այժմ թող մոռանամ նրան։ Այսպես էի մտածում ինքս ինձ և պիտի մոռանայի։ Ոչ, արդեն մոռացել էի։ Բայց ինչ ասեմ, չեմ կարողանում հիշել։ Սարսափում եմ։ Ինչ, ուրիշ ինչ արգելք պատահեց։ Ախ, իշխան, եթե կարողանայի այլևս չխոսել։ Բայց ուրիշ ինչ պատահեց։ Ուրիշ ինչ,
Ոչինչ, ոչինչ չպատահեց։ Վերջին խոսքերն արտասանելիս Սեպուհի գույնը թռավ։ Նա հեռացրեց մարզպետունուց յուր հայացքը, որի մեջ այդ վայրկյանին հրդեհվում էր մի հնոց։ Բայց ինչ պատահեց քեզ, խնդրում եմ, ասա, թախանձեց իշխանը։ Ինչ պատահեց։ Երկինքը կործանվեց, հասկանում ես, երկինքը։ Բայց չէ, դու դա չես կարող հասկանալ։ Դժոխքը յուր բոլոր արհավիրներով փոխադրվեց երկրի վրա, ինձ նման թշվառականին տանջելու, չարչարելու, իմ սիրտն ու հոգին կեղեքելու համար։ Հավատա ինձ, Տեր Սեպուհ, չեմ կարողանում քեզ հասկանալ, ասաց իշխանը երկյուղագին։ Չես հասկանում, ուրեմն ավելի մեկին խոսեմ։ Տանջվիմ դարձյալ մի քանի վայրկյան, հիշեմ զարհուրելի պատմությունը։ Այս ասելով Սեպուհն ուղղվեցավ բազմոցի վրա և թիկունքը հենարանին տալով քաշեց համրիչը մի քանի անգամ և ապա շարունակեց. Զարմանալի գաղտնիքն իմանալուց ետ մի դժոխային կատաղություն եկավ վրաս։ Հրամայեցի շղթաներ զարկել իմ թշվառ ամուսնու ոտքերին և ձգել նրան այս դղյակի խավար չտին բանտը։ Ախ, ինչու Աստված միայն գազաններին է տվել պատառող ժանիքներ։ Մի՞թե մարդ արարածը չի գերազանցում նրանց յուր անգթությամբ։ Այո, փակել տվի նրան զնդանի մեջ։ Հրամայեցի չայցելել նրան, լուր չհաղորդել և ոչ իսկ լուր առնել իրենից, այլ միայն տալ ավուր պարենը, որպեսզի ապրե խավարի մեջ և տանջվի այդտեղ յուր հանցանքի համար։ Այնուհետև ես հեռացա Տավուշից և սկսա իմ ապստամբության գործը տնօրինել, որի սկիզբն ու վախճանը հայտնի է քեզ արդեն։ Երբ նորեն վերադարձա Տավուշ, հրամայեցի հանել զնդանից թշվառ ամուսնուս, և նա շղթայակապ, դողդողալով եկավ և կանգնեց իմ առաջ։ Ախ, ինչու այն վայրկյանին իմ աչքերը չկուրացան։ Ինչպես կարողացա ես տեսնել նրան այդ դրության մեջ և տակավին համառել։ Նրա գիրուկ մարմինը նիհարել, զվարթ դեմքը դալկացել և վառվռուն աչքերը մարել էին։ Նա նայեց ինձ վրա, կամեցավ խոսել, բայց ես արգելեցի նրան։ Ինչու արդյոք Աստուծո ձեռը այդ րոպեին ինձ չհարվածեց։ Գուցե նա կամենում էր բողոքել, գուցե նա կամենում էր արդարանալ իմ առաջ և կամ բերել ապացույցներ, որոնք յուր անմեղությունը պիտի հաստատեին։ Բայց ես անգութս մերժեցի ամեն բան։ Նայեցի նրան գազանային աչքերով և գուժեցի յուր սիրահար թագավորի ամոթահար պարտությունն ու անարգ փախուստը։ Այնուհետև միակ շնորհը, որ ես կարողացա անել նրան, այն էր, որ հրամայեցի հանել երկաթե շղթաները և առանց կապանքի փակել նրան վերին դստիկոններից մինում։ Վերջին խոսքերի վրա Ամրամը խոր հառաչեց և գլուխը ձեռքերի մեջ առնելով մնաց լուռ։ Թվում էր, թե նա չի կարողանում այլևս սկսածը շարունակել, ուստի իշխանը խնդրեց նրան լռել, եթե մի ծանր վիշտ արգելում էր իրեն խոսել։ Ընդհակառակը, վիշտն է ստիպում ինձ խոսել, շարունակեց Սեպուհը, գլուխը վեր հանելով։ Որքան ժամանակ է, որ ես չեմ խոսել, որքան ժամանակ է, որ այս սրահները միայն իմ տխուր հառաչանքներն էին լսում, միայն իմ դառն արտասուքները տեսնում։ Օ, ծանր, դժվարին, կարի անտանելի մի դրություն է այս։ Եվ սակայն նա վիճակված է մեզ թշվառ մահկանացուներիս։ Բայց ինձ թվում է, թե վշտերն առհասարակ կմեղմանային, նրանք չէին տանջիլ մեզ անողորմաբար, եթե մեծ շրջապատողները, մեր պատկերներն ու հոգին կրող մարդիկ կարողանային մի վայրկյան մեր սիրտը քննել և նրան կեղեքող վշտերը տեսնել։ Ասա ինձ այժմ, տեր մարզպետունի, ինչպես կվարվեիր, եթե իմ վիճակում գտնվեիր։ Բայց ախր օրինակ ինչ վիճակում։
Եթե հանկարծ իմանայիր, որ սիրածդ անձը քեզ դավաճանել է։ Ես ոչ մի մարդու կատարյալ չեմ համարում։ Ամեն մինը մեզանից ունի յուրթերությունը։ Այդ պատճառով էլ ես ներողամիտ եմ լինում միշտ դեպի ամեն մարդ, որ հանցանք է գործում իմ դեմ։ Բայց մի՞թե չկա հանցանք, որին անկարելի լիներ ներել, որի համար մարդկանց սյունից կախեին, կրակում այրեին, ջրահեղձանեին։ Ինչպես չէ, կա։ Եվ ո՞րն է դա, ասա իշխան, կամենում եմ լսել։ Հայրենիքի դեմ արած դավաճանությունը։ Միայն դա։ Միայն այդ հանցանքն է, որին չի կարելի ներել։ Իսկ եթե դավաճաներ քեզ քո սիրած… Բայց ինչ եմ խոսում։ Մի՞թե դու կարող ես ինձ հասկանալ։ Ահա ինչու համար էի ասում, թե մեր վշտերը կմեղմանային, եթե ընկեր մարդիկ կարողանային նրանց էությունը ըմբռնել։ Խոսիր, Տեր-Սեփու, ես կարող եմ քեզ հասկանալ, խոսիր։ Կարող ես։ Դե ասա, ինչ կանեիր, եթե հանկարծ իմանայիր, իհարկե ներիր համարձակությանս, թե գոհար իշխանուհին քեզ դավաճանել է։ Մի դատիր քո այժմյան սրտով, դարձիր դեպի քո անցյալը, երիտասարդացիր, հիշիր այն խանդն ու կրակը, որ վառել, բորբոքել է քո սիրտը։ Չգիտեմ, ախր այդ վիշտը անծանոթ է եղել ինձ։ Անծանոթ է եղել։ Օ, որքան ուրեմն դու երջանիկ ես։ Եվ ահա այդ է պատճառը, որ մարզպետունյաց տերը մաքուր խղճով, խաղաղ սրտով յուր տանշինության և հայրենյաց փառքի համար է մտածում։ Մեծ հայրենասերի հռչակ է ստացել, իսկ ցլիկ Ամրամը, որի սիրտը պակաս չէ բաբախել հայրենյաց սիրո համար, դարձել է մի մատնիչ, դավաճան։ Այո, եթե մի ժամ, մի վայրկյան դու կարողանայիր ըմբռնել այդ վշտի էությունը, այն ժամանակ կհասկանայիր, թե ինչու ես նրան աշտարակում փակեցի։ Նրան, իմ ասպրամին, որին սիրում էի այնպես, ինչպես որ չէին կարող սիրել 10 անգամ 10 սրտեր միասին։ Այո, փակեցի նրան աշտարակում, բայց եթե գիտենայիր, թե որքան տանջվում էի ես, տեսնելով նրան զուրկ արևի ջերմությունից, սիրո խնամքներից, մեն-մենակ յուր վշտերի հետ, քանի անգամ կամեցա գնալ, մտնել այն մենարանը, ուր հեծում էր թշվառ կինը, բանալ նրան նորեն իմ գիրկը, սեղմել իմ կրծքին և ասել. «Ասպրամ, ներում եմ քեզ»։ Բայց ինչ մեղքս թաքցնեմ, այն միտքը, թե գուցե նա ավելի երջանիկ է համարում իրեն յուր սիրո համար տանջվելով, քան թե կհամարեր նորեն իմ գիրկը դառնալով, ոտքերս կասեցրին։ Եվ այսպես ամիսներ անցան։ Ներքին հպարտությունս թույլ չէր տալիս ինձ մոտենալ հանցավորին և ասել նրան լեզվով այն, ինչ որ վաղուց ասել էի սրտով։ Բայց հոգիս հետզհետե ավելի էր խռովվում։ Լինում էին վայրկյաններ, երբ տխրությունը ծանրանում էր վրաս, անձուկը խեղդում էր ինձ և ես լուռ, անխոս, առանց հառաչել իսկ կարենալու, սկսում էի դառնապես արտասվել։ Մի անգամ դիպվածով տեսա, որ կերակուր տանող աղախինը վերադառնում էր աշտարակից, բերելով յուր հետ կերակրի խանը բոլորովին անձեռնամուխ։ Իմ հարցին, թե ինչու չէ կերել տիկինը, աղախինը պատասխանեց, թե չհաճեցավ ուտել և հրամայեց այլևս կերակուր չտանել իրեն։ Այս տարօրինակ պատվերը կասկածի մեջ ձգեց ինձ և սկսա իմ խղճից տանջվել չարաչար։ Նորեն հին մտքերը պաշարեցին ինձ։ Նորեն որոշեցի գնալ նրա մոտ, հանել թշվառին աշտարակից, վերադարձնել իրեն յուր տիկնությունը։ Եվ սակայն հակառակ մտքեր էլ ունեցա, ուստի և երկար մնացի իմ խցում։ Շատ ժամեր անցան։ Դղյակի եկեղեցու ժամհարը, որ դռների ետևից ալելույա հնչելով և կոչնակը զարկելով հրավիրում էր մարդկանց աղոթելու, սթափեցրեց ինձ թմրությունից։ Ինչու համար եմ ուշանում, ազատենք վերջապես թշվառին, մտածեցի ինքս ինձ և տեղից վեր թռա։
Բայց ախ, ինչ վայրկյան էր այն, ինչու շանթահար ես չեղա։ Եվ ինչ պատահեցավ, հարցրեց իշխանը վախենալով։ Ինչ պատահեցավ, ահա թե ինչ, շտապ դիմեցի դեպի աշտարակը, հրամայեցի պահապանին երկաթապատ դուռը բանալ, ներս մտա և ինչ տեսա, ախ Աստված իմ կինը, իմ սիրած Ասպրամը, առաստաղից կախված։ Կախված, բացականչեց իշխանը սարսափելով։ Այո, կախված։ Նա հանել էր երկաթե կանթեղը և նրա պարանը յուր փողն անցուցել, թեև մարմինը տակավին ճոճում էր օդի մեջ։ Այդ տեսարանը զարհուրեցրեց ինձ, երկինքը կարծես փլավ իմ գլխին, և դժոխոց ոգիները պատեցին իմ շուրջը իրենց արհավիրներով։ Մի վայրկյան միայն տեսա ես զարհուրելի պատկերը, մռնչացի ինչպես անապատի առյուծը, որ գոռում է հսկայի հարվածն առնելուց, իմ ձայնը որոտաց դղյակի կամարներում, մարդիկ իրար անցան, իսկ ես հափշտակեցի նրան, սեղմեցի կրծքիս և խելագարի նման դուրս փախա աշտարակից։ Մի վայրկյան ինձ այնպես թվաց, թե նա կենդանի է, թե շուտով պիտի խոսե իմ ականջին, թե յուր լուսալիր աչքերը պիտի բանա, բայց ավաղ դա մի ցնորք էր։ Ասպրամը մեռել էր անհարիր, նրա սիրուն դեմքը կապտել, գեղանի աչքերը հանգել, շրթունքները փակվել և սիրտը դադարել էր տրոփելուց։ Եվ ես տեսա, զգացի, ձեռքերով շոշափեցի և նորեն անշնչացած մարմինը գրկելով սկսա դառնապես ողբալ նրա մահը։ Ինչ պատահեց ինձ այնուհետև չգիտեմ, մի քանի օր շարունակ ես խելազուրկ էի։ Վերջին վայրկենին միայն, երբ զոհի դագաղը իջեցնում էին գերեզման, նորեն իմ սիրտը փղցկաց, նորեն արտասված աղբյուրները բացվեցան, և սկսա ողբալ իմ կորուստը։ Այս խոսքերի վրա Սեպուհը խոր հառաչեց և գլուխը կախելով մի րոպե լռեց։ Իշխանը, որ քաջ ըմբռնում էր նրա վշտի ծանրությունը, կամեցավ մխիթարական խոսքեր ասել նրան, բայց դրանք հակառակ ազդեցություն արին Ամրամի վրա։ Մի խոսիր ինձ մխիթարությունից, տեր մարզպետունի, բացականչեց նա կարծես վրդովված։ Ախր դու չես կարող մխիթարել այն մարդուն, որ կորուսել է յուր կյանքից ավելի թանկագին գանձը, որի հոգին մեռել, սիրտը ընդարմացել է և որ ապրում է միայն տանջվելու համար։ Կամենում ես ինձ մխիթարել, ցույց տուր, թե որ ճանապարհով կարող եմ ես ավելի լավ վրեժխնդիր լինել իմ թշնամուն և քո թագավորին։ Այո, միայն վրեժխնդրությունը, անողոք կործանիչ վրեժխնդրությունը կարող է ինձ մխիթարել։ Իմ սիրտը կուրախանա, հոգիս կհրճվի, երբ տեսնեմ Աշոտին իմ ձեռքով պատրաստած դժոխքի մեջ տանջվելիս։ Դու կարծեմ ասացիր, թե նա մեռնում է, բայց Աստված մի արասցե, ես չեմ կամենում, որ նա մեռնի։ Մի՞թե հավիտենականության մեջ կարող են այնպիսի տանջանքներ տալ նրան, որպիսին ես եմ ցանկանում։ Չէ, թող նա ապրի, մինչև որ ցլիկ Ամրամը յուր դժոխքը պատրաստե։ Տեր Սեպուհ, դու գրգռվում ես, բայց թույլ տուր հարցնել։ Չէ՞ որ մի ժամ առաջ ասացիր, թե թագավորի փախուստից ետ հաշտվել էիր քո դժբախտության հետ, արդ ինչու նորեն բորբոքում ես ատելությունդ։ Ասացի, այո, հաշտվել էի իմ դժբախտության հետ, բայց չէ՞ որ այդ հաշտության հաջորդեց մի ուրիշ, ավելի սոսկալի դժբախտություն։ Չէ՞ որ թշվառ ամուսինս կախվեցավ։ Եվ ուրեմն դրա համար մեր հայրենի նահանգները հանձնեցիր բերին։ Այո, դրա համար։
Ես չէի կարող ապրել այլևս Տավուշում։ Այս դղյակն ինձ համար դարձել է դժոխք։ Սրա սրահներում ճիվաղներ են ապրում։ Սրա ամեն մի անկյունը հիշեցնում է ինձ ասպրամին։ Իսկ այն մենարանից, ուր թշվառկինը կախվեցավ, դիվական ձայներ են հնչում իմ ականջին։ Հասկացիր, սա սոսկալի մի վայր է։ Այդ է ահա պատճառը, որ ես փախչում եմ այստեղից։ Տեր Սեփու, դու կարող էիր հեռանալ Տավուշից։ Ինչ հարկ կար բերին հանձնել քո նահանգը, որպեսզի ինձանից ետ Աշոտը չտիրեր նրան։ Եվ մի՞թե կարծում ես, թե բերը կկարողանա ժառանգել այս երկիրը։ Եթե չի կարողանալ, գոնե կպատերազմե Աշոտի հետ, կխանգարե նրա հանգստությունը, կավերե նրա երկիրը։ Ինձ դա է հարկավոր։ Իշխանը տեսնելով, որ միայն կիրքն է խոսում Սեփուհի մեջ, և որ ինքը խրատներով չպիտի կարողանա նրա ապստամբ սիրտը նվաճել, զղջաց, որ եկել է Տավուշ, ուստի և դադարեց նոր հարցեր ու դիտողություններ անելուց։ Մի երկու օրից ետ Ցլիկ Ամրամը յուր ստացվածներով և հավատարիմներով Տավուշից հեռացավ, թողնելով յուր տիրած կալվածները Աբխազած թագավորին, որի հավատարմատարները հասել էին արդեն Տավուշ։ Հեռացավ նաև մարզպետունի իշխանը, բայց նա չգնաց ոստան, այլ դիմեց գուգարած և տայոց իշխաններին, որպեսզի կարողանա ետ կանգնեցնել նրանց բեր թագավորին տված խոստումներից։ Բայց նախքան Տավուշից հեռանալը, իշխանն արքային գրեց մի նամակ, որի մեջ բացատրեց Սեփուհի նոր դավաճանության պատճառը։ Եվ նկարագրելով հարվածի այն ծանրությունը, որ ճնշում էր ապաբախտ Սեփուհին, արդարացրեց մինչև անգամ նրան, առարկելով, թե ամենքին չէ տված անձնականը ընդհանուրին զոհելու քաջությունը, և թե Սեփուհը հայ և հայրենասեր լինելուց առաջ մարդ էր, կազմված մսից և արյունից, հետևապես չէր կարող տանել բարեկամի կողմից իրան հասած անխիղճ զրկանքը։ Իշխանը, Սեփուհի խոսածների և մանավանդ նրա տխուր հրաժեշտի ազդեցության տակ լինելով, յուր նամակը գրեց այնպիսի ոգով, որով ուղղակի դատապարտում էր արքային։ Նա չկարողացավ գուշակել, թե այդ գրությունը ծանր ազդեցություն կանե հիվանդ թագավորի վրա, որ առանց այն էլ բավական շատ էր տանջվել ճակատագրի հարվածներից։ Սակայն մի երկու օրից, երբ սուրհանդակը հեռացել և գուցե արդեն շիրակ էր մտել, նա մտաբերեց այդ նամակը, հիշեց յուր գրածները և սաստիկ զղջացավ, բայց արդեն ուշ էր։ Նամակն այլևս անկարելի էր վերադարձնել։ Մարզպետունին յուր նամակում խնդրել էր թագավորին ուղարկել շուտովուտիկ Վահրամ-Սեփուհին մի քանի զորավոր գնդերով, որպեսզի մինչև աբխազացիների գալը իրենք գրավեին ուտյաց, գուգարած և տայոց աշխարհները։ Չանցավ մի 10 օր, և ահա Սեփուհը յուր արարատյան գնդերով մտավ ուտիկ, և առանց մարզպետունու հրահանգներին սպասելու, առաջ վարեց յուր զորքերը և գրավեց այդ նահանգի բոլոր ամրությունները, հալածելով ամեն տեղից աբխազաց հավատարմատարներին։ Եվ որովհետև ժողովուրդը հակառակ էր օտարին հնազանդելու և նրան հարկ տալու անխորհուրդ մտքին, ուստի և ամեն տեղ արքայական զորքերին աջակցեց։ Նույն հաջողություններն ունեցավ Վահրամը նաև Գուգարքում։ Ապա խոտորելով դեպի արևմտյան հարավ, նա մտավ Տայոց աշխարհը, ուր հանդիպեց Գևորգ մարզպետունուն։ Վերջինս հայտնեց նրան, թե Գուգարած և Տայոց վերակացու իշխանները իրենց հավատարիմներով հեռացել են արդեն Աբխազիա, և թե Տայոց ամրությունները, իբրև ավելի մոտ այդ երկրին, բռնված են արդեն աբխազատ զորքերով։ Բայց որովհետև ձմռան օրեր էին և Տայոց երկիրը գրավելու համար նրանք պետք է կռվեին շատ բերդերի հետ, իսկ այդ առթիվ հարկավոր կլիներ թե նոր զորք բերել ոստանից և թե ձմեռվա խստության դեմ գործել, այդ պատճառով իշխանն ու Վահրամը խորհուրդ արին բանակ դնել Փանասկերտի մոտերքը, Hamanun ձորում, որ Գուգարած և Տայոց սահմանն էր, և սպասել այդտեղ մինչև գարնան օրերը։ Եվ որովհետև դվնո առումն ու հագարացոց հալածելը մահու և կյանքի խնդիր էր դարձած մարզպետունու համար,
Ուստի նա չէր կամենում հյուսիսային նահանգները թողնել մի ուրիշ թշնամու ձեռքը, ըստ որում վերջինս կարող էր ամեն ժամանակ հարձակվել ներքին գավառների վրա և խանգարել իրենց այնպիսի մի ժամանակ, երբ իրենք զբաղված կլինեին հագարացիների հետ կռվելով։ Այդ պատճառով ահա, որքան էլ Տայոց աշխարհի ձմեռը սաստիկ և այդտեղ բանակելը դժվարին, այսուամենայնիվ նա որոշեց չհեռանալ այդ նահանգից, մինչև որ այն ամբողջապես օտարի ձեռքից չազատե։ Այս նպատակն ունենալով աչքի առաջ, իշխանը անգործ չնստեց նաև ձմեռվա ամիսներում։ Նա գաղտի բանակցություններ սկսավ երկրի փոքրիկ իշխանների հետ և ամեն միջոց գործ դրավ նրանց բարեկամությունը վաստակելու։ Եվ որովհետև դրանք դեռ հավատարիմ էին գահին, ուստի սիրով ընդունեցին այն ամեն առաջարկությունները, որ արավ իշխանը աբխազցիների դեմ գործելու նկատմամբ։ Վերջապես հասավ գարունը, օրերը ջերմացան, և հալոցի սկսվելով ճանապարհները մաքրվեցան։ Մարզպետունի իշխանը յուր նիզակակցի հետ միասին զորքերի գլուխ անցնելով դիմեց ամենից առաջ Փանասկերտի վրա։ Ամրոցի վերակացուն, համաձայն իշխանի հետ դրած պայմանի, Բերդն ու Ավանը հանձնեց նրա ձեռը։ Իշխանը վերակացուին հաստատեց նորեն յուր պաշտոնի մեջ և թողնելով նրա մոտ պահակների մի խումբ, ինքը յուր բանակով հառաչացավ դեպի Ուտիկ, ուր գտնվում էին աբխազատ զորքերը։ Եվ որովհետև Ուտիքում անխուսափելի էր հակառակորդների ընդհարումը, ուստի իշխանը կանխավ սուրհանդակ ղրկեց թագավորին, նրան խնդրելով օգնական զորք հասցնել իրեն Արարատյան բասենի վրայով։ Մարզպետունին հաշվում էր, որ եթե նոր գնդերը բասենից մտնեին տայք, ինքը նրանց կհանդիպեր ճորոխի ակունքների մոտ, որտեղից և միասին կառաջանային դեպի Ուտիկ։ Բայց հազիվ նա յուր սուրհանդակը ճամփեց, և ահա ոստանից հասավ մի բանբեր, որ Աբբաս մեծ իշխանի կողմից հանձնեց իրեն մի նամակ։ Կարդալով արքաեղբոր գրությունը, իշխանն այլայլվեց։ Աբբասը հայտնում էր, որ թագավորը անհուսալի հիվանդ է, ուստի խնդրում էր իրեն շտապել դեպի ոստան։ «Մի չար ոգի հալածում է մեզ», ֊ ասաց իշխանը յուր նիզակակցին։ «Դու մնա այստեղ քո գնդերով և պահպանիր գրաված նահանգների սահմանը, մինչև որ ես երթամ ոստան, տեսնելու, թե ուրիշ ինչ չարիքների դեմ պիտի պատրաստվենք մաքարելու»։ «Գնա», ֊ ասաց Սեպուհը։ «Ես ետ կնահանջեմ դեպի Փանասկերտ բանակը հարձակումից ապահովելու համար, բայց հենց որ կարիք զգացի իմ օգնության, սուրհանդակ ղրկիր ինձ իսկույն, և ես անմիջապես կիջնեմ դեպի Շիրակ»։ Մարզպետունին շնորհակալ եղավ Սեպուհին յուր պատրաստակամության համար և հրաժեշտ տալով նրան, մի վաշտ թիկնապահների ուղեկցությամբ իջավ դեպի Բասեն և այնտեղից Շիրակ։ Երբ մարզպետունին մտավ Երազգավորս, թագավորն արդեն մերձի մահ էր։ Այսուամենայնիվ նա ուրախացավ հավատարիմ իշխանի գալուստը լսելով։ «Կանչեցեք նրան այստեղ», ֊ հրամայեց թագավորը, և իշխանն իսկույն ներկայացավ։ «Միակ ցանկությունս էր տեսնել քեզ վերջին անգամ», ֊ ասաց թագավորը յուր դողդոջուն ձեռքը պարզելով դեպի նրան։ «Արի, մոտեցիր ինձ, իշխան, և ասա, որ ներում ես ինձ»։ «Տեր, որ հանցանքիդ համար», ֊ բացականչեց իշխանը և հուզված ծնկան եկավ արքայի ձեռքը համբուրելու։ «Հանցանքներս շատ են, նրանց թվել չեմ կարող. այսքանը միայն կասեմ, որ կրածդ նեղությանց պատճառը ես եմ. ներիր ինձ, ներիր քո թագավորին»։ «Տեր արքա, մենք մաքարում ենք արտաքին չարիքների դեմ, նրանք հաստում են մեզ հեռվից»։ «Ոչ, այդ չարիքների հեղինակն էլ ես եմ. Տավուշից գրած քո նամակը ճշմարտության մի քարոզ էր. շնորհակալ եմ. նա ազատության դուռ բացավ ինձ համար. եթե իմանաս, թե որչափ ուրախ եմ կեղեքող տանջանքներից ազատվելու համար»։ Իշխանը հասկացավ արքայի ակնարկության խորհուրդը և թեպետ համոզված, որ նա ուրախ է մեռնելու համար,
Այսուամենայնիվ սրտի խորքից վշտացավ, որ յուր նամակն է տագնապը շտապեցրել։ Տեր, դու պիտի ներես ինձ, ես իմ անզգույշ քայլով վտանգել եմ քո քաջառողջությունը, խոսեց իշխանը վշտագին։ Բնավ, իմ գահին արած քո մեծամեծ ծառայությանց պսակն է կազմում այդ քայլը, որ դու անզգույշ ես անվանում։ Աշոտ երկաթը հանցավոր Հովնան է, հայրենիքի ծովը նրա պատճառով է ալեկոծվում։ Մարսպետուն ու ջանքերը չեն կարող խաղաղեցնել նրան, քանի որ հանցավորը գտնվում է փրկության նավի վրա։ Հանեցեք, ձգեցեք ինձ ծովը, և նավը յուր նավազներով վտանգից կազատվի։ Թագավորը մի վայրկյան լռեց, և ապա աչքերը բանալով նայեց յուր շուրջը։ Նա տեսավ սնարի մոտ վշտահար թագուհուն և նրա հանդեպ Աբբաս եղբորը։ Ահա, ես հեռանում եմ, շարունակեց նա ավելի նվազ ձայնով. շուտով պիտի խորասուզվիմ անհայտության ծովի մեջ։ Ձեզ է մնում կյանքը յուր չարիքներով և հրապույրներով։ Աշխատեցեք վայելել նրան իմաստնաբար և չնմանիլ ինձ, չվատնել այն անօգուտ։ Սիրեցյալ Աբբաս, քեզ եմ թողնում իմ գահը, քեզ եմ թողնում և հայրենիքը ցավերով ծանրաբեռնված։ Ժառանգիր առաջինը և խնամող եղիր վերջնույն։ Դու բախտավոր ես ընտանյաց մեջ, բախտավոր էլ կլինես և թագավորությանդ մեջ։ Զիով օրինավոր հայր է որդվոց, նա կլինի և օրինավոր հայր յուր հպատակած։ Իսկ քեզ, իմ ապաբախտ թագուհի, թողնում եմ միայն վիշտ, հեծություն և դառն հիշատակներ։ Կցանկանայի, որ մոռանայիր ինձ, չհիշեիր իմ անունն ու գործերը, բայց ավաղ դա անհնարին է քեզ։ Գոնե չանիծեիր ինձ, չանիծեիր քո թշվառ ամուսնուն և թագավորին։ Զիգեհենում կրկնապատիկ պիտի տանջվիմ, եթե քո անեծքը հասնե հավիտենականի աթոռին։ Մի երկու օրից թագավորը վախճանվեց։ Արքայի բժիշկը հաստատում էր, թե նա մեռավ յուր հին վերքի ցավից։ Այդպես էլ հավատում էր ժողովուրդը։ Բայց արքունիքում պնդում էին, թե նրա վախճանն արագացրեց ասպրամ իշխանուհու ինքնասպանությունը։ Թշվառ թագավորը չէր կարողացել տանել խղճի անողոք խայթերը։ Մեռած զոհի ոգին և կենդանի թագուհու արտասուքը հալածում էին անվերջ և ահա նա որոշեց մեռնել։ Բայց ոչ ոք չիմացավ, թե որ հրեշտակի ձեռքը մահ բերավ նրան։ Հին թշնամին և նոր թագավորը։ Արքայի մահվան լուրը արագությամբ տարածվեց ամեն տեղ։ Հայոց իշխաններն ու նախարարազունները յուրաքանչյուրը յուր պահնորդ գնդերով փութացին երազգավորս ներկա լինելու թագավորի հուղարկավորությանը։ Այստեղ էին Բագարանի տեր Աշոտ Բռնավորը, Վասպուրականի արքայորդին Աշոտ Դերենիկը, Տուրուբերանի իշխանը, Աղձնյաց տերը, Մոկած Նահապետը, Սյունյաց իշխանները, Աղվանից Սեփուհը, Գարդմանատեր Դավիթը և ուրիշ շատ մանր իշխաններ ու կողմնապետներ։ Ներկա չէր միայն Վահրամ Սեփուհը, որովհետև նա հսկում էր հյուսիսային նահանգներին։ Վասպուրականի արքայորդու հետ միասին եկել էր նաև Թեոդորոս կաթողիկոսը։ Այդ ժամանակ Ստեփաննոսը վախճանված լինելով, նրա տեղ աղթամարում նստում էր վերջինս։ Թագավորի մարմինը, որ պետք է ամփոփեին Բագրատունյաց պայազատների քնարանում, այն է Բագարանում, դուրս բերին երազգավորսից հանդիսավոր շքեղությամբ։ Արքայական դագաղը, որ շինված էր անփութ փայտից, զարդարել էին ոսկով և արծաթով։ Նա դրված էր ոսկեզօծ պատգարակի վրա, որ կրում էին 6 սպիտակ ջորիներ։ Դիակիրը ծածկված էր ոսկեճամուկ դիպակներով և ոսկեթել վառերով, որոնք արևի առաջ փայլում էին ինչպես մի ոսկեղեն զանգված։
Դագաղի առջևից գնում էր կաթողիկոսը, շրջապատված գահերեց եպիսկոպոսներով, վարդապետներով և երգեցիկ քահանաների ու դպրած խմբերով։ Դագաղին հետևում էին արքաեղբայր Աբբասը, նստած սևասքող նժույգի վրա, շրջապատված դրանիկներով, ապա սահականույժ թագուհին և գուրգենդուխտ տիկինը, նստած սգազարդ պատգարակի մեջ և շրջապատված պալատական տիկնանց և իշխանուհիների խմբով։ Սրանց հետևում էին Աշոտ Բռնավորը, Աշոտ Տերենիկը և մյուս իշխանները, ավագության կարգով, ապա լացող գուսանների խումբը և շեփորավոր երաժիշտները։ Նրանցից հետո բերում էին արքայական ոսկեսար նժույգները, ծածկված սգավոր շղարշներով։ Ամենից վերջը գալիս էին արքայական զորախմբերը, որոնք էին Արարատյան, Դրանիկ և Սեպուհ կոչված գնդերը, նաև Բասենյան Վաշտը, ոստանիկների խումբը, Ազատած գումարտակը, Վանանդացոց հեծելազորը և ուրիշ ազատախումբ վաշտեր, որոնց բոլորին գլուխ էին անցած մարզպետունի Գևորգ իշխանը և յուր որդին Գոռը։ Աբբասն այդ պաշտոնը հանձնել էր նրանց իբրև պետության միակ հավատարիմներին։ Ըստ որում արքայի մահվան ժամանակ ավելի կարիք կար զորքը զգուշաբար կառավարելու։ Զորքին հետևում էր ժողովրդյան ահագին բազմություն, որ և գնալով ստվարանում էր, որովհետև ճանապարհի վրա գտնվող ավաններից և գյուղերից հետզհետե ելնում և միանում էին նրանց ուրիշ շատ խմբեր։ Այսպիսով հուղարկավորության թափորը հասավ Բագարան, մի քանի հազար հոգուց կազմված բազմության ուղեկցությամբ։ Արքայի մարմինն ամփոփեցին Տապանատան Սուրբ Կաթուղիկե կոչված եկեղեցում, ուր նրանից առաջ ամփոփված էին յուր նահատակ հայր Սմբատը և նահատակ եղբայր Մուշեղը։ Թագավորի գերեզմանի վրա մեծ կոծ արավ թագուհին, յուր հետևորդ տիկնանց և գուսանական խմբի մասնակցությամբ։ Սրտագին լացին նրա վրա նաև Աբբաս եղբայրը և մյուս արքայազունգ, բայց ավելի դառնապես արտասվեց Գևորգ մարզպետունին, որ մանկությունից ի վեր նրա մտերիմն էր եղել։ Ապրել և գործել էր միասին, մանկության օրերում իբրև խաղընկեր, պատանեկության միջոցին իբրև մարզակից, երիտասարդ ժամանակ իբրև համհարս և հոր գահը ժառանգելուց ետ իբրև միակ հավատարիմ զինակից։ Երկար տարիներ նա աջակցել էր նրան, պատերազմել էր նրա հետ միասին, հաղթել և հաղթվել միասին, մասնակցել նրա ուրախության և տխրության, ծիծաղել և լացել նրա հետ։ Նա հիշում էր այդ վայրկյանին բոլոր անցյալը, Աշոտ Երկաթի բազմահոգ և ալեծուփ թագավորությունը։ Հիշում էր այն օրերը, երբ ինքը հիանում, հափշտակվում էր նրա դյուցազնական քաջագործություններով, հիշում էր նրա ձայնի որոտը պատերազմի դաշտում, նրա խիզախ հարձակումները թշնամիների վրա, նրա սրի հարվածները հակառակորդի դեմ։ Հիշում էր, թե ինչպես ժպտում էր նրա բախտը, թե ինչպես ինքը հրճվում էր յուր սրտում գուշակելով, թե Աստված նրան է վիճակել հայրենիքի փրկիչ լինելու, օտարի նախատինքը բառնալու և հայրենական գահի նախկին փառքը վերադարձնելու գերագույն կոչումը։ Բայց ավաղ, խառնվածքի մի թունություն նրա դյուցազնական մեծությունը թունավորեց։ Սիրո փանաքի որդը, հսկայական հրաշագերտը տապալեց։ Այժմ նա անշնչացած պառկած է սառը հողի տակ։ Նրա սիրտն այլևս ոչինչ չի զգում, սերն ու արտասուքը չեն շարժում նրան։ Եվ սակայն նա յուր հետ գերեզման տարավ մեծամեծ հույսեր, ակնկալություններ, լայնատարած մի աշխարհ, բազմամարդ մի ընտանիք, որի անդամները միլիոններ են կազմում, զրկվեցան նրա շնորհիվ բազմազան բարիքներից։ Նրանք այժմ գտնվում են անապահով դրության, ծանր ճգնաժամի մեջ։ Նրան սպառնում են թե՛ թշնամիները և թե՛ փառամոլ հարազատները։ Բայց այս ամենն ուրիշ կերպ կլիներ, եթե միակ մարդը, որի ձեռքն էր հանձնված հայրենիքի բախտը, չնմաներ մյուս մահկանացուներին, չխոնարհեր թունավոր զգացմունքների առաջ և կամ զոհեր նրանց առավել մեծագույն, առավել սրբազան մի զգացման՝ հայրենասիրության։ Այս մտածություններն էին պաշարել իշխանին այն տխուր ժամին, երբ արքայի մարմինն իջեցրին գերեզման և ծածկեցին հողով։
Եվ այս մտածություններն էին, որոնք և դառնապես արտասվել տվին նրան։ Բայց հենց այդ միջոցին մի ուրիշ սիրտ ուրիշ զգացմունքներով էր տոգորված։ Արքայի վախճանը նրան ուրիշ մտքեր էր թելադրում։ Այն հողը, որ ծածկեց մեռնող թագավորին, նա կարծում էր, թե նոր կյանք և նոր փառք պիտի ծնե յուր համար։ Եվ դա Աշոտ Բռնավորն էր, որի սրտում դեռ չէր մարել միահեծան տեր լինելու տենչը, բոլոր Հայաստանին թագավորելու փափագը։ Տեսնելով այն աշխարհախումբ բազմությունը, որ լցվել էր բագարանի ներսն ու դուրսը, նա հարմար միջոց համարեց նախ զորքին և ժողովրդին յուր կարողությունն ու առատաձեռնությունը ցույց տալու և դրանով նրանց սիրտը գրավելու, և երկրորդ, սգո օրերն անցնելուց հետո յուր գահակալական հարցը հրապարակ հանելու, որովհետև հանգամանքները շատ նպաստավոր էին, այսինքն զորքը հեռու էր աթոռանիստ քաղաքից, իսկ թագաժառանգը և իշխանները գտնվում էին բագարանում։ Այդպիսով առանց դժվարության նա կարող էր թե արքունիքն ու նրա գանձերը գրավել և թե Աբբասին և նրա իշխաններին ձերբակալել։ Այս նպատակով ահա նա մի քանի օր շարունակ առատապես հյուրասիրեց ոչ միայն արքայազն և իշխանազն հյուրերին, այլև արքայական զորքերին և բոլոր այն աշխարհախումբ բազմությանը, որ հեռավոր թե մոտակա տեղերից ժողովվել լցվել էր բագարան։ Բացի այդ, նա մեծաքանակ ողորմություն բաշխեց կարոտյալներին, իբր թե հանգուցյալ թագավորի հոգվո փրկության համար։ Այս ամենը արդարև փոխեցին ժողովրդի և զորքի կարծիքը բռնավորի նկատմամբ, իսկ իշխաններից մի քանիսը մինչև անգամ հիացան նրա մեծանձնության վրա։ Եվ տեսնելով այդ հաջողությունը, բռնավորը սիրտ արավ գլխավոր նպատակին վերաբերյալ մյուս պատրաստությունները տեսնելու։ Ամենից առաջ նա մարդ ուղարկեց Նսրի մոտ և հայտնելով նրան յուր դիտավորությունը, խնդրեց օգնել իրեն, եթե հարկը պահանջե։ Նսրը, որովհետև հենց այդպիսի առիթ էր որոնում յուր հին վրեժը լուծելու համար, սիրով ընդունեց բռնավորի խնդիրը։ Այնուհետև վերջինս հրաման արավ Երասխաձորում գտնվող յուր զորքին տակավ առ տակավ առաջանալ դեպի Երազգավորս, առանց սակայն կասկածի առիթ տալու հետաքրքիր հետամուտներին։ Ապա նա մտածեց Աբբասին և նրա հավատարիմներին ձերբակալելու։ Բայց որպեսզի այդ անելուց հետո պետական զորքը հնազանդի իրեն, նա մեծ գումար տվավ յուր մտերիմների ձեռքը, որպեսզի նրանք զորքի գլխավորներին կաշառեն։ Այս ամենը կարգադրելուց հետո նա սկսավ խոսել չեզոք իշխանների հետ և իմանալ նրանց կարծիքը ապագա թագավորի վերաբերմամբ։ Բռնավորը հույս ուներ գտնել նրանց մեջ դժգոհներ, որոնք սիրով կմիանային յուր հետ և գործը դրանով կհեշտանար։ Բայց նա հիասթափվեցավ, երբ իշխանները միաբերան մատնացույց արին Աբբասի վրա։ «Միակ օրինական թագավորը նա է, և ժողովուրդը նրան է սպասում», ֊ ասացին նրանք և փափագ հայտնեցին օր առաջ տեսնել իշխանած իշխանին յուր եղբոր գահի վրա։ Կաթողիկոսը մինչև անգամ խորհուրդ տվավ նրանց շտապել թագավոր պսակել Աբբասին, քանի դեռ թշնամիներից վտանգ չէր հասել գահին։ Այս ամենն, իհարկե, անհաճո տպավորություն արին բռնավորի վրա, բայց նա յուր դժգոհությունը ծածկեց, մինչև որ իշխանների մեծ մասը բագարանից հեռացավ։ Սգո առաջին օրերն անցնելուց յետ այդտեղ մնացել էին միայն Թագուհին յուր պալատական տիկնանցով, Աբբասը յուր դրանիկներով, գարդմանատեր Դավիթը և մարզպետունի իշխանը գոր որդու հետ միասին։ Վերջինս, սակայն, գտնվում էր քաղաքից դուրս, որովհետև հսկում էր զորքերի վրա, որոնք բանակած էին Ախուրյանի մոտ։ Բայց Գևորգ իշխանի համար ծանր էին անցնում օրերը, որովհետև կատարելու շատ գործեր ուներ։ Ուստի անհամբերությամբ սպասում էր այն օրին, երբ Աբբասը սգահան լինելով կվերադառնար Երազգավորս և եղբոր գահը ժառանգելու մասին հարկ եղածը կկարգադրեր։ Մարզպետունին մտածում էր կաթողիկոսի նման, այսինքն, թե քանի թշնամիները խռովություններ չեն հարուցել, պետք է շտապել թագավոր պսակել Աբբասին, որովհետև գահի թափուր ժամանակ ամեն մի դավաճան հրապարակ է հանում յուր հին հաշիվները և հեշտությամբ կուսակիցներ որսալով խռովում է երկրի խաղաղությունը։
Այս մասին իհարկե նա խոսել էր արդեն հավատարիմ իշխանների հետ և կարևոր դեպքում ձեռնտվություն պիտի ստանար նրանցից։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքն ու երկյուղը, երբ Սյունյաց Սմբատ իշխանը լուր ուղարկեց իրեն, թե Բագարանից ելնելուց հետո նա հանդիպել էր Աշոտ Բռնավորի մի քանի վաշտերին, որոնք Երասխաձորից առաջանում էին դեպի Երազգավորս։ Իշխանն ավելացնում էր, թե ինքը վտանգավոր մի նպատակ է նշմարում զորքերի այս շարժման մեջ և հետևապես խորհուրդ է տալիս մարզպետունուն զգուշության միջոցներ ձեռք առնել գալիք վտանգների առաջն առնելու համար։ Իշխանն այդ լուրն առավ բանակում։ Նա տակավին վարանման մեջ էր, երբ յուր հավատարիմ եզնիկը մոտենալով հայտնեց մի ուրիշ նորություն։ «2 օր է, ֊ ասաց նա, ֊ ինչ մի քանի բագարանցիք ձրի պաշար են բաժանում մեր զորքին, ասելով, թե Բագարանի շրջանում գտնվող ամեն հայ զինվոր կարող է ձրիաբար օգտվել սպարապետի համբարանոցից։ Բացի դրանից, նրանք շարունակ սպարապետի գովեստն են անում, ասելով, թե նա առատ թոշակ է տալիս զորքին և թե նրա տասնապետները ավելի հարուստ են մեր հարյուրապետներից»։ Այս ամենը լսելով իշխանն այլայլվեցավ։ Նա կանչեց իսկույն Գոռին և հայտնելով նրան այս նորությունները, ասաց. «Բոլոր նշաններից երևում է, որ Բռնավորը պատրաստվում է յուր հին խաղը խաղալու։ Ես չէի կարծում, թե նա այնքան ստոր կլինի, որ կօգտվի նույնիսկ սգո օրերից։ Այժմ ես գնում եմ քաղաք և պիտի ստիպեմ Թագուհուն և արքաեղբորը թողնել իսկույն Բագարանը, որքան էլ որ դա ընդդեմ լինի ընդունված սովորության։ Թող նրանք իրենց սուգը պահեն արքունիքում, իսկ դու զգույշ կաց և ուշադրությամբ հսկիր թե մեր զորքերին և թե քաղաքի ելումուտքին։ Ինձ թվում է, թե անախորժ դեպքերի պիտի հանդիպենք»։ Այս ասելով, իշխանը հեծավ յուր նժույգը և սրարշավ դեպի Բռնավորի ապարանքը դիմեց։ Եզնիկը հետևեց նրան։ Մարզպետունին հասավ ապարանքին հենց այն ժամանակ, երբ Բռնավորն ու Աբասը պատրաստվում էին բարձրանալ դեպի միջնաբերդը, իբր թե Աշոտի նորակառույց դղյակը դիտելու։ Ապարանքի առաջ կանգնած էր մի պահակախումբ, որ սպասում էր յուր իշխանապետի հրամանին։ «Ո՞ւր եք դիմում, տեր, ֊ հարցրեց իշխանը արքաեղբորը, նայելով նրա վրա խորհրդավոր հայացքով։ Հորեղբայրս կամենում է իմ թախիծը փարատել. նա առաջարկեց ինձ բարձրանալ միջնաբերդ յուր նորակառույց դղյակը դիտելու, ֊ պատասխանեց Աբասը միամտաբար։ Դու էլ եթե կամենում ես, ընկերացիր մեզ, ֊ հարեց Բռնավորը քաղցրությամբ։ Շատ պիտի ուրախանամ, եթե մարզպետունի իշխանը հավանե իմ ճարտարապետական ճաշակին։ Դու մոռացել ես, տեր, բայց ես տեսել եմ քո ձեռակերտը դեռ այն ժամանակ, երբ Հովհաննես կաթողիկոսը ապաստանած էր նրան, ֊ պատասխանեց իշխանը սառնությամբ։ Հոգ չէ, ընկերացիր մեզ, եղանակը ջերմ է և հաճելի, ֊ պնդեց Աշոտը։ Մեծափառ տեր, քո դղյակը գեղեցիկ է, ամուր է։ Իշխանած իշխանն անշուշտ կհավանե նրան, բայց ցանկալի էր, որ մենք դժգոհություն չպատճառենք Թագուհուն, ֊ առարկեց իշխանը։ Ի՞նչ կնշանակե դա, ֊ հարցրեց Աբասը զարմացած։ Մենք տակավին սգո մեջ ենք և մեր թախիծն անցնելու վրա չպիտի մտածենք, ֊ պատասխանեց մարզպետունին։ Կենդանիները մեռելների հետ չեն թաղվում, Գևորգ իշխան, ֊ նկատեց Բռնավորը կեղծավորաբար ժպտալով։ Դա ճիշտ է, բայց մեռյալներին այդքան էլ շուտ չեն մոռանում։ Տեր մարզպետունի, քեզ չի հասցնիլ հրահանգել քո իշխանապետին, նա քո թագավորն է այժմ, ֊ խստությամբ նկատեց Բռնավորը։ Այո, իմ թագավորն է, կեցցե Աբաս հայոց թագավորը, ֊ բացականչեց իշխանը, սաղավարտը հանելով և խոժոռ աչքերով սպարապետի վրա նայելով։ Ի՞նչ կնշանակե այս ամենը, ֊ տարակուսած հարցրեց Աբասը, զգալով, որ երկու հակաճառողներին հայտնի է արդեն մի գաղտնիք, որը սակայն անգիտանում է ինքը։ Տեր, դու ցանկություն հայտնեցիր դղյակը բարձրանալու, ֊ հարցրեց իշխանը Աբասին, առանց նրա հարցին պատասխանելու։ Ոչ,
Հորեղբայրս առաջարկեց և ես շատ շնորհակալ եմ նրա հոգացության համար։ Ես առաջարկեցի, այո, իսկ դու մարզպետունի իշխան, ինչու ավելորդ բացականչություններ ես անում իմ արքայական մեծության առաջ, գոչեց բռնավորը, աչքերը զայրացած իշխանի վրա սևեռելով։ Վերջինս չպատասխանեց նրան, այլ դառնալով Աբբասին մեղմությամբ ասաց. Տեր իմ, քո ծառան աղաչում է, որ դղյակը բարձրանալու փոխարեն բարեհաճես իջնել բանակը, եթե կարիք ես զգում թախիծդ փարատելու։ Ախուրյանի ափերը ավելի զվարճալի են այժմ, և արևն այնտեղ ավելի է ջերմացնում։ Աբբասը դեռ չէր պատասխանել, երբ բռնավորը գոչեց. Ինչու իմ հարցին չես պատասխանում, մարզպետունի իշխան։ Քո հարցին պատասխանելուց առաջ ինքս պիտի նոր հարց տամ քեզ։ Ասացեք, ինչու Երասխաձորի քո զորագունդը հառաչանում է դեպի Երազգավորս։ Իմ զորագունդը, այլայլված և շփոթված հարցրեց Աշոտը։ Երասխաձորից դեպի Երազգավորս։ Ինչ է դա նշանակում, վրդովված հարցրեց Աբբասը։ Այո, մինչդեռ մենք ապահով նստած ենք այստեղ, մեր հյուրընկալը մտածում է մեզ հանկարծակիի բերելու, հարեց իշխանը։ Դու ստում ես, բացականչեց բռնավորը։ Ստում է քո արքայական մեծությունը, զայրացած պատասխանեց մարզպետունին, առանց այլևս համբերել կարողանալու։ Ախ, դու հանդգնում ես մինչև այդտեղ, գոռաց բռնավորը, և ապա զորականին դառնալով հրամայեց. Կալանավորեցեք իսկույն այս թշվառականին։ Զինվորներից մի քանիսը առաջ անցան։ Միթե ստեղծվել այն մարդը, որ պիտի համարձակվի մարզպետունուն կալանավորել նրա մեռնելուց առաջ, որոտաց իշխանը և սուրը հանելով հրավեր կարդաց զորականին։ Ոն ուրեմն փորձեցեք ձեր ուժը, բագարացի քաջեր։ Եզնիկն այս տեսնելով թռավ ձիու վրա և սլացավ դեպի բանակը, բայց հառաչացող զինվորները տեղերնին մեխվեցան։ Այս ինչ է նշանակում, մեծափարտեր։ Միթե Բագրատունյաց պայազատը կարող է այս աստիճան նվաստանալ, վրդովված խոսեց Աբբասը։ Ինչ, նվաստանալ ասացիր, և այն իմ պահակների առաջ, բացականչեց բռնավորը։ Դու ոտնաքոխ ես անում հյուրասիրության սրբազան օրենքը, դու անարգում ես հանգուցյալ թագավորի հիշատակը, ուրիշ ինչ անուն կարող եմ տալ այդ վարմունքին։ Դու ուրեմն կրկնում ես հայհոյանքդ։ Ավելին կարող եմ ասել, դու մի դավաճան ես, զայրացած պատասխանեց Աբբասը, և ապա դառնալով մարզպետունուն հրամայեց. Իշխան, խնդրիր իմ կողմից թագուհուն պատրաստվել իսկույն, մենք այսօր և հետ պիտի հեռանանք այստեղից։ Ոչ ոք չպիտի հեռանա, կտրուկ ձայնով գոչեց բռնավորը։ Հեռանալը մեր կամքից է կախված, նկատեց Աբբասը։ Իսկ թողնելը իմ կամքից, պատասխանեց Աշոտը։ Թողնելը։ Ինչ, ուրեմն դու ինձ կալանավորում ես, բացականչեց Աբբասը զայրույթից դողալով։ Ոչ, ես կամենում եմ ավելի երկար հյուրասիրել ձեզ, պատասխանեց բռնավորը հեգնորեն ժպտալով։ Այդ նպատակով էիր ուրեմն ինձ քո դղյակն առաջնորդում, այնտեղ էիր կամենում ինձ բանտարկել, հարցրեց Աբբասը զայրագին։ Այո, եթե հաճելի է քեզ հավատալ քո կասկածին։ Այդ ոչ թե կասկած, այլ ճշմարտություն է։ Մարզպետունի իշխանն ավելի շուտ գուշակեց քո դիտավորությունը։ Եթե այդպես է, թող ուրեմն մարմնանա այդ ճշմարտությունը։ Ոչ ոք այլևս իրավունք չունի ելնել այս ապարանքից։ Պահակապետ, կատարիր քո պարտքը։ Այս ասելով, նա նշան արավ պահակախմբի գլխավորին և ինքը շուռ եկավ ներս մտնելու համար։ Սավուղ, Սավուղ, խիստ է քեզ ընդդեմ խթանի աքացել, գոչեց Աբբասը և սուրը մերկացնելով բռնավորի առաջն առավ։ Ուր ես գնում, կանգնիր, երկրորդիր հրամանդ, որոտաց նա ահավոր ձայնով։ Բագրատունյաց գահի պայազատին իրավունք չունիս անարգելու,
Կանգնիր եւ ասա ինձ ով ես դու։ Ես հայոց թագավորն եմ, իսկ դու իմ հպատակը, պատասխանեց բռնավորը եւ նորեն դառնալով պահակներին գոչեց. Ինչ եք կանգնել, թշվառականներ։ Եվ իրավ, ինչ եք կանգնել, բացականչեց մարզպետունին եւ սուրը քաշելով դիմեց առաջացող պահակների վրա։ Վերջինները շրջապատեցին իշխանին եւ կամենում էին սուրը խլել նրանից։ Այս տեսնելով Աբասը հարձակվեց նրանց վրա։ «Ո՞ն ուրեմն կատարենք մեր պարտքը», գոչեց նա եւ սկսավ սրի հարվածներով դիմադիր վահանները ջախջախել։ Ընդհարման աղմուկը բռնեց ամբողջ ապարանքը։ Այս ու այն կողմից դուրս վազեցին արքայեղբոր թիկնապահները եւ տեսնելով նրան վտանգի մեջ, հարձակվեցին դավադիրների վրա։ Սկսվեցավ կանոնավոր կռիվ։ Բարեբախտաբար ընդհարումը հեռու էր կանանոցից, եւ բռնավորը փակել էր տվել այդ կողմի անցքերը, այնպես որ թագուհուն եւ իշխանուհիներին չէր սարսափեցնիլ այդ կողմի շշուկը։ Բայց դավադիրների խումբը հետզհետե ստվարանում էր։ Նրանց հարձակումը ծանր կերպարանք էր առնում։ Փոքր մի ևս եւ պիտի ընկճեին նրանք արքայեղբորն ու մարզպետունուն։ Բայց ահա հենց այն վայրկենին, որ մի քանի զորեղ ձեռքեր պրկեցին Գևորգ իշխանի բազուկը եւ կամենում էին սուրը հանել նրա ձեռից, գալարափողերը որոտացին ապարանքի առաջ եւ գոռը սուսերամերկ ընկավ դավադիրների վրա։ Դժոխքի որդիք, ինչ եք անում, գոչեց նա զայրագին եւ սկսավ հարվածել հոր հակառակորդներին։ Երիտասարդ իշխանին հետևեցին յուր թիկնապահները, հետո դրանիկների խումբը, վերջը բանանդացիք։ Չանցավ մի քանի վայրկյան եւ ապարանքի ընդարձակ բակը լցվեցավ զորքերով, որոնք սրեր շողացնելով եւ նիզակներ ճոճելով սպառնում էին քանդել, կործանել, ինչ որ մի անգամ կդիմադրեր իրենց։ Փոքր ժամանակից ետ հասան ուրիշ զորախմբեր, որոնք բռնավորի ապարանքը ամեն կողմից պատեցին։ Դավադիր պահակները մի ակնարկում փախել չքացել էին։ Ընդհարման տեղում մնացել էին միայն մի քանի դիակներ, որոնց արքայական զորքը տրորեց յուր ոտքերի տակ։ Իսկ ինչ վերաբերում է բռնավորին, նա անհայտացել էր հենց գալարափողի ձայնը առնելուն պես։ Արքայեղբայրն ու մարզպետունին, ազատվելով վերահաս վտանգից, փութացին իսկույն կանանոցը, թագուհուն եւ պալատական տիկնանց հանգստացնելու, որովհետև դավադրության Երևան գալը գուժել էր նրանց փողերի ձայնը։ Հեռանանք այստեղից, հեռանանք շուտով, ասաց թագուհին։ Ես չեմ կամենում ապագա չարիքների պատճառով անիծել այն քաղաքը, որին ավանդ եմ տված իմ սիրելին։ Կհեռանանք հենց այսօր, պատասխանեց Աբասը։ Միայն թե ժամանակ տուր ինձ ձերբակալել դավաճանին, որովհետև օձը միշտ պիտի խայթե, քանի մականը չէ ջախջախել նրա գլուխը։ Թող դրան, սիրելի Աբաս, Աստված ինքը կպատժե չարին, եթե արժանի է նա պատժի։ Աշոտը դավաճանեց յուր հյուրերին, բայց հյուրերը թող ապերախտ չլինին դեպի հյուրընկալը։ Ասացեք դեպի դավաճանը, բացականչեց մարզպետունին։ Անվանեցեք ինչպես կամենում եք, բայց թողեք նրան եւ հեռացեք, կրկնեց թագուհին։ Նույնը թախանձեցին եւ Գուրգենդուխտ տիկինը, Գոհար եւ Շահանդուխտ իշխանուհիները եւ մյուս պալատական տիկնայք։ Դրանիկները ընդհակառակը պահանջում էին կալանավորել բռնավորին։ Բայց Աբասը ապագա խռովություններից խույս տալու համար զիջավ թագուհու առաջարկության։ Նույն ավուր երեկոյան արքայեղբայրը յուր դրանիկներով, թագուհին յուր տիկնանցով եւ մարզպետունի իշխանը պետական զորքերով ելան դավադիրների քաղաքից եւ ուղղվեցան դեպի Երազգավորս։ Գարդմանատեր Դավիթ Սեփուհը ուղեկցեց յուր թագուհի քրոջը մինչև արքունիքը։ Աշոտ բռնավորի այն զորախմբերը, որոնք նրա հրամանով դիմել էին Երազգավորս, քաղաքն ու արքունիքը գրավելու, լուրն առնելով բռնավորից, թե յուր մտադրությունը չհաջողած եւ թե Աբասն ու մարզպետունին իրենց զորքերով վերադառնում են Երազգավորս, ձգեցին իսկույն քաղաքը եւ խույս տվին դեպի Շիրակաշատ, որպիսի շրջան առնելով վերադառնան Բագարան, առանց արքայական զորաց հետ ընդհարումն ունենալու։
Բայց որքան մեծ եղավ Բագարանից դարձողների զարմանքը, երբ նրանք Հռոմոսի վտակի մոտ հանդիպեցին արաբական հեծելազոր մի գնդի, որ նույնպես վերադառնում էր Երազգավորսից։ Հեծելազորը հեռվից նկատելով հայոց բանակը, աշխատեց խույս տալ նրանից, բայց մարզպետունու հրամանով վրա հասան նրա հառաչապահ գնդերը և շրջան կազմելով փակեցին իրենց մեջ արաբացիներին։ Վերջիններս, տեսնելով իրենց սակավությունը և հակառակորդի առավելությունը, ընդհարվելու փորձ անգամ չարին։ Աբասի հարցին, թե ովքեր են իրենք և ինչ ունին յուր սահմաններում, զորքի պետը պատասխանեց. Նսեր Ամիրայի հրամանով մենք գնացել էինք Երազգավորս Բագարանի թագավորի զորած օգնության, բայց որովհետև նրանք ձեր գալուստը լսելով փախան, ուստի մենք ևս ահա վերադառնում ենք Դվին։ Աբասը սաստիկ զայրացավ և քիչ էր մնում, որ հրաման արձակեր սուր քաշել ամենքին, բայց մարզպետունին հանգստացրեց նրան ասելով. Աստված հաջողում է մեզ, տեր, ոստիկանի հետ գրած դաշինքը մենք չէինք կարող ոտնակոխ անել առանց Ամիրապետի ցասումը գրգռելու, բայց ահա Նսրն ինքն է առաջինը դրժում յուր երդման։ Այժմ ուրեմն մենք ազատ ենք Դվնո վրա հարձակվելու, և Ամիրապետը ինքը կարդարացնե այս վրեժխնդրությունը։ Աբասը բանավոր գտավ իշխանի առարկությունը և հրամայեց խլել բոլոր հագարացիներից զենքերն ու ձիերը և իրենց հետիոտն արձակել Դվին։ Գնա և ասա ոստիկանին, թե շուտով մենք կգանք յուր հաշիվը քննելու, ասաց նա արաբացի գլխավորին և հեռացավ։ Հայոց զորքերը զինաթափ արին հագարացիներին, խլեցին արաբական նժույգները և արձակեցին նրանց։ Հասնելով Երազգավորս, մարզպետունու առաջին գործը եղավ սուրհանդակ ուղարկել վասպուրական և հիշեցնել Գագիկ թագավորին հանգուցյալ արքայի հետ դրած բարեկամության դաշինքը և խնդրել նրան վերցնել կաթողիկոսին և գալ Երազգավորս, Աբասին թագավոր պսակելու։ Գագիկը պատճառ բերելով յուր ծերությունը, խնդրեց Աբասին իրեն իջնել վասպուրական և արծրունյաց հին ոստանում թագավոր պսակվել։ Քանի որ արտաքին և ներքին թշնամիները այդքան մոտ են ձեզ, ասում էր նա յուր նամակում, նրանք կարող են մեզ խանգարել նույնիսկ թագադրության ժամին, ուստի ես բարվոք եմ համարում այդ սրբազան հանդեսը կատարել Վանում, ուր ես կհրավիրեմ բոլոր իշխաններին և ուր հայոց թագավորը կարող է վայելել ապահով հանգիստ, որչափ ժամանակ և ինքը կկամենա։ Աբասն ու մարզպետունին շահավոր գտան այս առաջարկությունը և իսկույն էլ իրենց համաձայնությունը հայտնեցին Գագիկին։ Այն ժամանակ վերջինս սուրհանդակներ ղրկեց Հայաստանի նահանգներն ու գավառները և հրավիրեց հայոց բոլոր իշխաններին և նախարարներին փութալ յուր ոստանը, Վան, և թագավոր պսակել Աբասին Բագրատունյաց գահի վրա։ Եվ որովհետև բռնավորի դավադրության լուրը հասել էր ամեն տեղ և ամենքին գրգռել, ուստի իշխանները առանց ժամանակ կորցնելու շտապեցին Վան հայոց գահի պայազատին իրենց բարեկամության և հարգանած հավաստիքը մատուցանելու։ 928 թվականի գարունն էր։ Բզնունյաց ծովի ափերը ծածկվել էին կանաչով։ Սիփանն ու վարագը, Արտոստ ու Գրգուռը, թեպետ դեռ ձյունապատ, բայց արդեն հալոցի առուներ էին հոսում դեպի հինավուրց ծովակը։ Դաշտային կյանքը եռում էր ամեն տեղ, և այգեստանները պճնվել էին փայլուն կանաչությամբ։ Բայց ամենից ավելի ակնապարար պատկեր էր ներկայացնում ծովի արևելյան ափը, ուր բարձր դիրքի վրա, իբրև պերճապաճույճ թագուհի, բազմած էր Շամիրամա գեղեցիկ դաստակերտը։ Նրա հյուսիսային կողմից բարձրանում էր երկայնանիստ մի քարաբլուր, որ արևելքից դեպի արևմուտք ձգվելով և անշեղ ու միապաղաղ դեպի վեր բարձրանալով, ներկայացնում էր բնության մի գեղեցիկ հրաշագերտ, որին սակայն մարդկային ձեռքը դարձրել էր հզոր և ահարկու։ Նրա քարեղեն սրտի մեջ ծածկված էին բազմաթիվ գաղտնարաններ, փորձված անհիշատակ ժամանակներից, որոնք ծառայում էին քաղաքը տիրապետողի բազմազան պետքերին, ոմանք իբրև գանձարան, ոմանք իբրև զնդան և ոմանք իբրև փրկության ապաստանարան։ Տիտանական այդ զանգվածի վրա ամբարնում էր Վանա անմատչելի բերդը,
որ հյուսիսային և արևմտյան կողմերից պատած էր մի քանի կարգ պարիսպներով և մարտկոցներով, իսկ մյուս երկու կողմերից ապահովված միապաղաղ ժայռերի բնական պատնեշներով։ Բերդի հարավային կողմից ընկած էր քաղաքը, որ աջուձախ տարածվելով գրավում էր քարաբլրի ստորոտը բազմաթիվ շինություններով։ Նրանց մեջ աչքի էին ընկնում հոյակապ ապարանքներ, սյունաշար տարավույթներ և վիմարտյան եկեղեցիներ ու մատուռներ։ Այդ ամենի վրա յուր ընդարձակությամբ և հոյակապությամբ իշխում էր Գագիկ թագավորի արքունիքը։ Այն զարդարված էր կամարակապ պատշգամբներով, սյունազարդ սարավույթներով և ոսկեզօծ ու դրվագազարդ դահլիճներով։ Քաղաքի փողոցները հովանավորում էին սաղարթախիտ ծառեր, որոնց ոռոգում էին սրբատաշ քարերի միջով հոսող բազմապտույտ առուներ։ Այդ բոլորի շուրջը պատում էր հզոր կրկնապարիսպը լայնադիր աշտարակներով, իսկ դրանց ամենին փակում էր ընդարձակ խրամ։ Բայց բնության գեղեցկագույն հարստությունը վիճակված էր քաղաքի արևելյան մասին, որտեղից սկսված տարածվում է ընդարձակ ծառաստան, որ կազմված էր զվարճալի պարտեզներից և այգիներից ու ոռոգվում էր քաղցրահամ աղբյուրներով և առուներով։ Եվ ահա գարնանային գեղազվարճ օրերին արծրունյաց այս հոյակապ ոստանն էին ժողովվում հայոց տոհմական իշխանները, նախարարները և սեպուհները իրենց ազնվազարմ ընտանիքներով և պահնորդական խմբերով։ Այստեղ եկավ և կաթողիկոսը Աղթամարի գահերեց միաբանների հետ։ Ամենից վերջը հասավ Աբբասը յուր դրանիկներով և ազատանիներով, ապա Գուրգենդուխտ տիկինը յուր իշխանուհիներով և նաժիշներով ու մարզպետունի իշխանը Արարատյան թագավորության զորախմբերով։ Աշոտ Դերենիկը դիմավորեց Աբբասին արծրունյաց տոհմի պայազատների և ասպուրականի իշխանների հետ և ողջունելով նրան Տոսպա սահմանի վրա, մեծ պատվով և փառքով առաջնորդեց դեպի Վան, յուր հոր Գագկա արքայանիստը։ Քաղաքի դռների մոտ դիմավորեց գահաժառանգին ինքը Գագիկ թագավորը։ Նրա հետ էին թե՛ արքունի իշխանները և թե՛ հրավիրյալ նախարարներն ու ազատանիները, որոնք և փառահեղ հանդեսով ուղեկցեցին նրան մինչև Գագկա հոյակապ արքունիքը։ Թեպետ բոլոր քաղաքը զարդարված էր արդեն գույնզգույն դրոշներով և պատշգամբներն ու սարավույթները պճնված շղարշներով, երկտրանք պաստառներով և սյունական գորգերով, բայց արքունյաց զարդարանքը շլացնում էր ամեն աչք։ Նրա սյունաշարերը պճնված էին դալարով և գույնզգույն ծաղիկներով, կամարներն ու բարավորները սքողված ծիրանիով և ոսկեթել վառերով։ Դահլիճների հատակը ծածկված էր գորգերով, թավշով և կերպասով, իսկ կարասիների վրա, որոնց մեծ մասը շինված էր փղոսկրից և սադափից, փայլում էին առատորեն արծաթ և ոսկի։ Միով բանիվ ամեն տեղ երևում էր հարստություն և արքայական պերճություն։ Վասպուրականի թագավորը, որ շքեղության սիրահար էր, դրա հետ միասին ուներ անհուն փառասիրություն։ Եթե մի կողմից նա շքեղազարդել էր արքունիքը ի պատիվ արարատյան վեհապետի, մյուս կողմից էլ այդ արել էր յուր վեհազնյա հյուրերի, իշխանների և իշխանուհիների առաջ պարծենալու համար։ Եվ շատերի աչքը արդարև նա շլացրեց, բայց այդ շատերի թվում չէին ոչ մարզպետունին, ոչ սյունյաց հարազատները, որոնք գիտեին, թե ինչ գնով է Գագիկը այդ ամենը ձեռք բերել, ինչ գնով է նա թագավոր հռչակվել և որքան չարիք, որքան թշվառություններ է պատճառել ազգին։ Սակայն հանգամանքները ստիպել էին այժմ դրանց դիմել հինավուրց մատնչի օգնության և նրա ոստանում թագավոր պսակել Աբբասին։ Երբ այս մասին դիտողություն արավ սյունյաց իշխանը, մարզպետունին պատասխանեց. «Ընտրեցինք չարիքներից փոքրագույնը»։ Մի քանի օրից ետ Թեոդորոս կաթողիկոսը Վանա Սուրբ Հովհաննես կոչված հոյակապ տաճարի մեջ Գագիկ թագավորի, նրա պալատականների և բոլոր հրավիրյալ իշխանների և իշխանուհիների ներկայությամբ թագավոր պսակեց Աբբասին և թագուհի Գուրգենդուխտ տիկնոջը։ Այսպիսով Հայաստանի նախագահ իշխանապետ կամ արքայից արքա հռչակվեցավ Աբբասը, և նրա թագավորությունը սրտագին ողջունեցին ինչպես Գագիկ արծրունին,
նույնպես և հայոց բոլոր իշխանները, երդվելով նրան հավատարմություն և անխախտ բարեկամություն։ Աբբաս թագավորը մեծամեծ ընծաներով պատվեց թագադրության ներկա եղող իշխաններին, բայց ամենից արժանավոր պարգևը տվավ Գևորգ մարզպետունուն, կարգելով նրան յուր բոլոր զորքերի վրա հրամանատար սպարապետ և տալով նրան իրավունք վայելել այդ պատիվը որդվոց որդի։